Դավիթը, ծանր մանկություն ունեցած մի հաջողակ տղամարդ, անսպասելի պահ է ապրում, երբ իր դուստրերին Անահիտին Նարեին տանում է Երանի կենտրոն թաղամասի խաղալիքների խանութներից մեկը։ Այնտեղ տխուր մի տղայի Արամին հանդիպելով, նա իր առջ տեսնում է զրկանքներով լի սեփական անցյալի արտացոլանքը։ Այդ հանդիպումը սկիզբ է դնում մի շարք իրադարձությունների, որոնք կփոխակերպեն ոչ միայն Դավիթի ու Արամի, այլ նրանց շուրջը գտնվող բոլորի կյանքը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, գրեք մեզ, թե Հայաստանի որ քաղաքից եք մեզ դիտում, իսկ մենք շարունակում ենք։ Խոստանում եմ, սա լինելու է լավագույն պատմությունը, որը երբեք լսելու եք ձեր կյանքում։ Գլուխ 1. Շաբաթ օրը եկել էր, իր հետ բերելով Երանին բնորոշ կեսօրվա այն տապը, երբ Արը դեռ ուժգին շողում է հյուսիսային Պողոտայի ասֆալտի վրա, մարդիկ շտապ քայլում են Արտրի կենտրոնի միջանցքներով, ապաստան փնտրելով օթորակիչի զովության փայլուն ցուցափեղկերի մեջ։ Ռաֆֆի Հովհաննիսյանը կայանեց իր աննկատ մեքենան, սեդան, որը ուշադրություն չէր գրավում, Դալմա Գարթեն Մոլը Իստորգետնյա կայանատեղիում։ Նա միշտ այդպես էր նախընտրում, առանց ցուցադրականության, առանց ավելորդ աղմուկի։ Շարժիչն անջատելիս նա լսեց իր դուստրերի բյուրեղյա ծիծաղը հետի նստատեղից, մի ձայն, որը հալեցնում է շաբաթվա ընթացքում կուտակված ցանկացած լարվածություն։ Սոֆին Իզաբելլան կամ Բելլան, ինչպես բոլորն էին նրան անվանում, 6 տարեկան միանման երկվորյակներ էին, ալիքած շագանակագույն մազերով, որոնք հավաքված էին պոչիկներով, մեղրագույն աչքերով, որոնք փայլում էին խանդավառությունից։ Նրանք հագել էին համապատասխան ծաղկավոր զգեստներ, մի ընտրություն, որը պնդում էին պահպանել, կարծես դա ամրապնդում էր նրանց միավորող անխախտ կապը։ Ռաֆֆին ժպտաց, տեսնելով, թե ինչպես են երկուսն արդեն արձակում իրենց անվտանգության գոտիները, նախքան նա կհասցներ բացել դուռը։ Հայրիկ, արի շուտ գնանք, ասաց Սոֆին այն քաղցր անհամբերությամբ, որը միայն երեխաները կարող են ունենալ, առանց անքաղաքավարի հնչելու։ Խաղալիքների խանութը կփակվի, իսկ ես ուզում եմ տեսնել նոր տիկնիկները, որոնք թողարկվել են։ Իսկ ես ուզում եմ տեսնել փափուկ խաղալիքները, ավելացրեց Բելլան մեքենայից դուրս թռչելով, հենց որ Ռաֆֆին բացեց հետի դուռը։ Ասում են, որ հսկայական արջուկներ կան, որոնց կարելի է գրկած քնել։ Ռաֆֆին բռնեց նրանց երկուսի ձեռքերը, մեկը մի կողմից, քայլեց դեպի վերելակը։ Սիրտը կծկվում էր ամեն անգամ, երբ դա էր անում, ամեն անգամ, երբ տեսնում էր իր դուստրերին երջանիկ այդքան պարզ բաներից։ Նա գիտեր դրա արժեքը, ճանաչում էր բացակայության, անհնարինության ծանրությունը։ Իր մանկությունը շատ տարբեր էր եղել։ Նա մեծացել էր Մալաթիա Սեբաստիայում, Երանի ամենամեծ թաղամասերից մեկում, որտեղ Արտրի կենտրոնների ցուցափեղկերը պարզապես հեռավոր միրաժներ էին, որոնք նա նշմարում էր լեփ-լեցուն ավտոբուսից։ Նա հիանալի հիշում էր, թե ինչպես էր դեմքը կպցնում հասարակական տրանսպորտի մշուշոտ ապակուն, դիտելով, թե ինչպես են ընտանիքները մտնում այնպիսի վայրեր, որոնք կարծես այլ աշխարհի էին պատկանում։ Մայրն աշխատում էր որպես տնային տնտեսուհի, դուրս էր գալիս Արը չծակած վերադառնում, երբ լուսինն արդեն բարձր էր։ Նա ժամերով մենակ էր մնում, երազելով այնպիսի բաների մասին, որոնք երբեք չէր կարող ունենալ։ Բայց կյանքը շրջադարձեր էր կատարել, Ռաֆֆին կայսրություն էր կառուցել մատչելի բնակարանաշինության ոլորտում։ Նա նախագծել կառուցել էր մատչելի բնակելի համալիրներ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար, արժանապատվություն առաջարկելով հազարավոր մարդկանց։ Բիզնեսը բարգավաճել էր նրա սպասելիքներից անդին, այսօր նա մի հարստության տեր էր, որը նույնիսկ մանկության ամենահամարձակ երազներում չէր պատկերացնում։ Սակայն նա համեստ էր մնում։ Չէր ցուցադրում։ Չէր հպարտանում։ Նախընտրում էր պարզությունը դրա բերած անտեսանելիությունը։ Երբ հասան խաղալիքների խանութի հարկ, աղջիկները սլացան առաջ, վազելով լուսավորված միջանցքներով, որոնք լի էին գունավոր դարակներով, որոնք հասնում էին մինչ առաստաղ։ Ռաֆֆին մի քանի քայլ հետից հետում էր նրանց, քնքշությամբ դիտելով, թե ինչպես են նրանք դիպչում ամեն ինչին, մատնացույց անում տիկնիկները, փափուկ խաղալիքները սեղմում կրծքին, փորձարկում հեռակառավարվող մեքենաները։ Խանութը լեփ-լեցուն էր, ինչպես միշտ լինում էր շաբաթ օրերին։ Հայրերն ու մայրերը հրում էին լիքը գնումների սայլակներ, երեխաները ճչում էին ուրախությունից, վաճառողներն անցնում էին, օգնություն առաջարկելով։ Սոֆին կանգնեց մի դարակի առջ, որտեղ տիկնիկներ կային, որոնք կարծես հեքիաթների արքայադուստրեր լինեին։ Նրա աչքերը փայլում էին նույնքան, որքան տիկնիկների զգեստները։ Հայրիկ, նայիր սրան, շշնջաց նա ակնածանքով, բռնելով շիկահեր տիկնիկին, փայլուն կապույտ զգեստով։ Նա գեղեցիկ է։ Բելլան իր հերթին գտել էր ոսկեգույն փափուկ շնիկ, կոճակե աչքերով կախ ընկած ականջներով։
Նա խաղալիքը սեղմում էր կրծքին, կարծես դա աշխարհի ամենաթանկ բանը լիներ։ Կարող եմ սրան վերցնել, հայրիկ, հարցրեց նա այն փափուկ ձայնով, որը հալեցնում էր ցանկացած դիմադրություն։ Ռաֆֆին ժպտաց գլխով արեց։ Իհարկե կարող եք, իմ սերեր։ Գնացինք դրամարկղ։ Նա վերցրեց խաղալիքները նրանց ձեռքերից քայլեց դեպի հերթերը, որոնք գոյացել էին խանութի ելքի մոտ։ Սոֆին Բելլան հետում էին նրան, աշխույժ զրուցելով այն անունների մասին, որոնք կտային իրենց նոր խաղալիքներին։ Նրանց երջանկությունը շոշափելի էր, այնքան անկեղծ, որ Ռաֆֆին զգաց, թե ինչպես է երախտագիտության ալիքը լցնում կուրծքը։ Կարող էր դա տալ նրանց։ Կարող էր ապահովել անսահման ուրախություն, առանց անհանգստությունների։ Բայց հենց այդ պահին, երբ նա գրեթե հասել էր դրամարկղին, ինչ-որ բան ստիպեց նրան կանգ առնել։ Խանութից դուրս, թափանցիկ ապակե դռներից այն կողմ, որոնք բաժանում էին լուսավոր ներսը արտրի կենտրոնի միջանցքից, մի տղա կար։ Նա պետք է լիներ մոտ 5 կամ 6 տարեկան, հագել էր խունացած շապիկ պարզ շորտեր, դեմքն ամբողջությամբ կպցրել էր ցուցափեղկի ապակուն։ Նրա շագանակագույն աչքերը հարված էին մի կոնկրետ բանի, Ռաֆֆին հետեց տղայի հայացքին, մինչ որոշեց ցանկության առարկան։ Դա կարմիր հրշեջ մեքենա էր, թարթող լույսերով երկարացվող սանդուղքով, որը բարձրանում-իջնում էր։ Խաղալիքը ռազմավարական դիրքում էր ցուցափեղկին, գրավելով անցորդների ուշադրությունը։ Տղան չէր շարժվում։ Նա լիովին հիպնոսացած էր, ձեռքերը տարածել էր ապակու վրա, մատները փոքրիկ հետքեր էին թողնում սառը մակերեսին։ Նրա կողքին մի երիտասարդ կին, որը պետք է լիներ մայրը, բռնել էր նրա ազատ ձեռքը, որդուն նայելով մի արտահայտությամբ, որը Ռաֆֆին անմիջապես ճանաչեց։ Դա նույն արտահայտությունն էր, որ ուներ իր մայրը, երբ նա մի բան էր խնդրում, որը մայրը չէր կարող գնել։ Տխրություն, խառնված անզորության հետ, սեր, խառնված ցավի հետ։ Կինը կռացավ տղայի հասակին ինչ-որ բան ասաց նրա ականջին, հավանաբար փորձելով համոզել նրան հեռանալ այնտեղից, մոռանալ մեքենան, ընդունել, որ այդ ցանկությունը պետք է սպասի։ Բայց տղան գլուխը թափահարեց, դեռ աչքերը չկտրելով խաղալիքից։ Չէր լալիս, տեսարան չէր սարքում։ Պարզապես նայում էր, այն լուռ լարվածությամբ, որն ունի նա, ով գիտի, որ կանգնած է անհասանելի բանի առջ։ Ռաֆֆին զգաց, որ կուրծքը սեղմվում է։ Ձեռքերը սկսեցին թեթակի դողալ, երբ բռնել էր դուստրերի խաղալիքները։ Կարծես ժամանակը հետ էր գնացել, կարծես ինքն էր նորից այդ ցուցափեղկի մյուս կողմում, բոլոր այն վայրերի մյուս կողմում, որտեղ երազանքները վաճառվում էին այնպիսի գներով, որոնք իր ընտանիքը երբեք չէր կարող վճարել։ Նա հիշեց Հանրապետության հրապարակի մոտ գտնվող մի մարդաշատ փողոցում մի խանութ, որտեղ մի անգամ մոր հետ անցել էր։ Ցուցափեղկին կապույտ ռոբոտ կար, որը մեքենայի էր վերածվում։ Ռաֆֆին քարացել էր այդ տեխնոլոգիական հրաշքի առջ, այդ պլաստմասե մետաղե կտորի, որը ներկայացնում էր այն ամենը, ինչ ինքը չուներ։ Մայրն ասել էր խեղդված ձայնով, որ մի օր նա կունենա այդպիսի խաղալիք։ Բայց այդ օրը երբեք չեկավ։ Սոֆին քաշեց հոր վերնաշապիկի թքը։ Հայրիկ, լավ ես, հարցրեց նա, անհանգստությամբ գլուխը թեքելով։ Ռաֆֆին թարթեց, վերադառնալով ներկա։ Նա նայեց դուստրերին, ապա նորից դրսի տղային։ Կինն այժմ նրբորեն քաշում էր նրանից, փորձելով ստիպել նրան քայլել, բայց տղան դիմադրում էր, դժկամությամբ թողնելով հրշեջ մեքենան։ Ռաֆֆին տեսավ, թե ինչպես նա վերջապես իջեց, գլուխը կախելով թույլ տալով մորը իրեն հեռացնել ցուցափեղկից։ Այդ փոքրիկ ժեստի մեջ պարտությունը դանակի պես խրվեց Ռաֆֆիի սրտում։ Բելլան նույնպես տեսել էր։ Նա Սոֆին հայացքներ փոխանակեցին, այն լուռ հաղորդակցությունը, որը միայն երկվորյակներն ունեն, հետո Սոֆին նորից դիպավ հոր թին։ Հայրիկ, այն տղան խաղալիք էր ուզում, ասաց նա, զգուշորեն մատնացույց անելով այն ուրվագիծը, որն արդեն հեռանում էր արտրի կենտրոնի միջանցքով։ Նա տխուր էր թվում, ավելացրեց Բելլան, գծելով ստորին շուրթը։ Ռաֆֆին դժվարությամբ կուլ տվեց։ Դուստրերը փոքր էին, բայց արդեն շատ ավելին էին հասկանում, քան նա պատկերացնում էր։ Նրանք զգայուն էին, ուշադիր, ունակ տեսնելու իրենց սեփական կարիքներից այն կողմ։ Դա մի բան էր, որ նա նախկին կինը միշտ փորձել էին սովորեցնել։ Էմպաթիա, կարեկցանք, երախտագիտություն։ Սոֆին նայեց տիկնիկին, որը հայրը բռնել էր, հետո Բելլային, հետո նորից Ռաֆֆիին։ Հայրիկ, մենք կարող ենք մեր խաղալիքները նրան տալ, առաջարկեց նա փափուկ, գրեթե ամաչկոտ ձայնով, կարծես վստահ չլիներ, թե արդյոք թույլատրվում է նման առաջարկ անել։ Ռաֆֆին կոկորդում կոշտուկ զգաց։
Նա նայեց դստերը, հետո Բելլային, որը եռանդով գլխով էր անում։ Այո, հայրիկ, մենք կարող ենք մեկ այլ օր գնել։ Նա մեզնից ավելի շատ կարիք ունի։ Այդ պահը փոխակերպող էր։ Ռաֆին զգաց, որ աչքերը այրվում են, արցունքները սպառնում են դուրս գալ։ Իր դուստրերը, որոնք մեծացել էին առատության մեջ, երբեք չիմանալով զրկանք, պատրաստ էին հրաժարվել իրենց ուրախությունից, երջանկություն բերելու մի անծանոթի։ Դա ամենագեղեցիկ դասն էր, որ նա կարող էր ստանալ։ Նա կռացավ նրանց երկուսի հասակին, նրբորեն բռնելով նրանց ուսերը։ Վստահ եք, աղջիկներս, հարցրեց նա, ձայնը խռպոտ հուզմունքից։ Ես կարող եմ ամեն ինչ նորից գնել։ Պետք չէ հրաժարվել։ Բայց Սոֆին գլուխը թափահարեց։ Մենք տանը շատ բան ունենք, հայրիկ։ Նա ոչինչ չունի։ Եվ գուցե նա երբեք նոր խաղալիք չի ունեցել, ավելացրեց Բելլան երեխայի անմեղ իմաստությամբ։ Մենք կարող ենք նրան երջանկացնել։ Ռաֆին ուժգին գրկեց երկուսին, զգալով, թե ինչպես է սերը հորթում կրծքից։ Լավ, ուրեմն։ Եկեք դա անենք։ Եկեք գնենք այն մեքենան, որը նա ուզում էր։ Նա արագ վեր կացավ, քայլեց դեպի ցուցափեղկը, խնդրելով վաճառողին բերել կարմիր հրշեջ մեքենան։ Սպասելու ընթացքում նա ապակու միջով նայեց այն ուղղությամբ, ուր գնացել էին կինն ու տղան։ Նրանք դեռ տեսադաշտում էին, դանդաղ քայլում էին միջանցքով, կինն ինչ-որ բան էր ասում, շոյելով որդու գլուխը։ Ռաֆին արագ վճարեց, վերցրեց մեքենայով տոպրակը, բռնեց դուստրերի ձեռքերը։ Գնացինք, արագ, մինչ նրանք դուրս կգան արտրի կենտրոնից։ Երեքով վազելով դուրս եկան խանութից, արագ քայլերով անցնելով միջանցքը։ Սոֆին Բելլան ծիծաղում էին, կարծես դա հուզիչ արկած լիներ։ Ռաֆին զգում էր, որ սիրտը ուժգին բաբախում է, շտապողականության սպասման խառնուրդ։ Պետք է հասներ նրանց։ Պետք է դա աներ։ Վերջապես նրանց նկատեցին շարժասանդուղքի մոտ, պատրաստվում էին իջնել ներքի հարկ։ Ռաֆին արագացրեց քայլքը։ Ներեցեք, կանչեց նա, ձայնը դուրս եկավ ավելի բարձր, քան մտադրվել էր։ Կինը շրջվեց, զարմացած։ Նա պետք է լիներ մոտ 30 տարեկան, մուգ մազերը հավաքված էին պարզ պոչիկով, գեղեցիկ դեմք, բայց նշանավորված խորը հոգնածությամբ, որը հաստատվել էր արտահայտության յուրաքանչյուր գծում։ Նա հագել էր բեժ գույնի արագ սննդի կետի համազգեստ, այն տեսակը, որ Ռաֆին ճանաչում էր բազմաթիվ հաստատություններից։ Ձեռքերը կարմիր էին, կոշտացած ծանր աշխատանքից։ Նրա կողքի տղան Ռաֆին երկվորյակներին նայեց հետաքրքրությամբ, խառնված ամաչկոտության հետ։ Բարձ ես, ներեցեք անհանգստացնելու համար, սկսեց Ռաֆին, փորձելով գտնել ճիշտ բառերը։ Բայց իմ դուստրերը տեսան ձեր որդուն, որ նայում էր մի խաղալիքի ցուցափեղկին, դե նրանք կցանկանային նրան ինչ-որ բան տալ։ Կինը խոժոռվեց, շփոթված։ Ինչպես, հարցրեց նա ցածր կասկածամիտ ձայնով։ Սոֆին մի քայլ առաջ արեց, բռնելով տոպրակը։ Մենք հրշեջ մեքենան գնել ենք նրա համար, ասաց նա ամաչկոտ ժպիտով։ Այն, որին նա նայում էր։ Կնոջ աչքերը լայն բացվեցին։ Ոչ, նա արագ գլուխը թափահարեց, այտերը կարմրեցին ամոթից։ Շատ շնորհակալ եմ, բայց մենք չենք կարող ընդունել։ Դա մեծ բարություն է։ Ռաֆին տեսավ, որ տղան նայում է տոպրակին նույն լարվածությամբ, որն ուներ, երբ կանգնած էր ցուցափեղկի առջ։ Նրա փոքրիկ աչքերը փայլում էին զսպված հույսով։ Խնդրում եմ, պնդեց Ռաֆին նուրբ ձայնով։ Մեզ համար պատիվ կլինի։ Իմ դուստրերը պնդեցին։ Նրանք ուզում էին, որ ձեր որդին այս նվերն ունենա։ Կինը նայեց որդուն, հետո Ռաֆին, հետո երկվորյակներին, որոնք քաղցր ժպտում էին։ Նրա աչքերը սկսեցին լցվել արցունքներով։ Նա փորձեց խոսել, բայց ձայնը դողաց։ Երախտագիտությունը, ամոթը, հուզմունքը, ամեն ինչ խառնվեց մի արտահայտության մեջ, որը գրեթե կիսեց Ռաֆին։ Բելլան տոպրակը մեկնեց տղային։ Քոնն է, ասաց նա պարզությամբ։ Որ շատ խաղաս։ Տղան նայեց մորը, լուր թույլտվություն խնդրելով։ Կինը վերջապես գլխով արեց, անկարող խոսելու։ Տղան երկու ձեռքով վերցրեց տոպրակը, դանդաղ բացեց, տեսավ կարմիր մեքենան, որը փայլում էր փաթեթի մեջ։ Նրա աչքերն անմիջապես լցվեցին արցունքներով։ Նա տոպրակը սեղմեց կրծքին, սկսեց լաց լինել, լուր հեկեկոցներով, որոնք ցնցում էին նրա փոքրիկ ուսերը։ Մայրը ծնկի իջավ նրա կողքին, նրան քաշելով ամուր գրկի մեջ, մինչ ինքն էլ էր լալիս։
Շատ շնորհակալ եմ, կարողացավ ասել նա արցունքների միջից, նայելով Ռաֆֆիին։ Իսկապես շատ շնորհակալ եմ։ Սոֆին Բելլան մոտեցան գրկեցին տղային մոր հետ միասին, ստեղծելով հուզմունքի փոքրիկ շրջանակ այնտեղ, արտրի կենտրոնի միջանցքի մեջտեղում։ Մարդիկ անցնում էին, ոմանք կանգնում էին դիտելու, բայց ոչ ոք չէր ընդհատում։ Դա սուրբ պահ էր, այնպիսիներից, որոնք բառերի կարիք չունեն։ Ռաֆֆին կանգնած էր, դիտելով տեսարանը ուռած սրտով։ Տղայի մեջ տեսնում էր իր արտացոլանքը, մոր մեջ տեսնում էր իր սեփական մոր արտացոլանքը։ Եվ դուստրերի մեջ տեսնում էր ավելի լավ աշխարհի հնարավորությունը, որտեղ կարեկցանքը դեռ գոյություն ուներ, որտեղ բարությունը դեռ հնարավոր էր։ Երբ վերջապես բաժանվեցին, կինը արցունքները սրբեց դեմքից ձեռքի թիկունքով։ Ներեցեք, ասաց նա, փորձելով իրեն հավաքել։ Ես սովորաբար այսպես չեմ լալիս։ Պարզապես, նա վարանեց, ձայնը նորից դողաց։ Պարզապես դժվար է եղել։ Եվ նա նայեց որդուն, որը բռնել էր մեքենան, կարծես դա գանձ լիներ, նա երբեք նոր խաղալիք չի ունեցել։ Միշտ օգտագործվածներ եմ հավաքել, երբ հնարավոր է եղել։ Սա, նա գլուխը թափահարեց, բառեր չգտնելով։ Պետք չէ բացատրել, ասաց Ռաֆֆին քնքշորեն։ Ես հասկանում եմ։ Ավելի շատ, քան պատկերացնում եք։ Նա նայեց նրան լարված, կարծես փորձում էր ինչ-որ բան կարդալ նրա դեմքին։ Մի պահ Ռաֆֆին զգաց, որ նա տեսնում է իր հագած պարզ հագուստից այն կողմ, իր մշակած սովորական տեսքից այն կողմ։ Կարծես նա ճանաչում էր նրա մեջ ինչ-որ ծանոթ բան, ընդհանուր ցավ, նման պատմություն։ Տղան վերջապես գտավ իր ձայնը։ Շնորհակալ եմ, ասաց նա կամացուկ, նայելով Սոֆիին Բելլային։ Շատ շնորհակալ եմ։ Խնդրեմ, պատասխանեց Սոֆին լայն ժպիտով։ Անունդ ի՞նչ է։ Լուկաս, ասաց նա, դեռ մեքենան սեղմած կրծքին։ Ես Սոֆին եմ, իսկ սա իմ քույրն է, Բելլան։ Մենք երկվորյակ ենք։ Լուկասը առաջին անգամ ժպտաց, փոքրիկ, բայց անկեղծ ժպիտ։ Դուք նույնն եք։ Հա, ծիծաղեց Բելլան։ Բոլորն են այդպես ասում։ Լուկասի մայրը ձեռքը դրեց որդու ուսին։ Մենք պետք է գնանք, սիրելիս։ Պետք է շուտով աշխատանքի վերադառնամ։ Նա նորից նայեց Ռաֆֆիին։ Իսկապես, շատ շնորհակալ եմ։ Դուք չեք պատկերացնում, թե սա ինչքան բան է նշանակում։ Հաճույք էր, ասաց Ռաֆֆին։ Ձեզ լավ նայեք։ Նրանք հրաժեշտ տվեցին ձեռքով թափահարելով, կինը Լուկասի հետ շարժվեց դեպի շարժասանդուղքը։ Ռաֆֆին տեսավ, թե ինչպես տղան վերջին անգամ հետ նայեց, դեռ բռնած մեքենան, կարծես վախենում էր, որ ինչ-որ մեկը կխլի այն իր ձեռքերից։ Հետո նրանք իջան անհետացան տեսադաշտից։ Սոֆին Բելլան կանգնած էին հոր կողքին, դիտելով, մինչ այլս չկարողացան տեսնել նրանց։ Լավ էր, հայրիկ, ասաց Սոֆին, բռնելով նրա ձեռքը։ Ներսումս լավ եմ զգում։ Ես էլ, համաձայնեց Բելլան։ Կարող ենք մի օր էլի այսպես անել։ Ռաֆֆին ժպտաց, սեղմելով երկուսի ձեռքերը։ Երբ ուզենաք, իմ աղջիկներ։ Միշտ։ Նրանք վերադարձան խաղալիքների խանութ, Ռաֆֆին նորից գնեց տիկնիկն ու փափուկ շնիկը։ Աղջիկները ուրախացան, բայց հիմա ինչ-որ բան այլ էր, իրերի արժեքի ավելի մեծ ըմբռնում, իրենց ունեցած բախտի, առատության հետ եկող պատասխանատվության։ Ռաֆֆին դա նկատեց նրանց աչքերում, այն ձում, որով նրանք ավելի ուժգին շնորհակալություն հայտնեցին, ինչպես ավելի զգույշ բռնեցին խաղալիքները։ Տուն վերադառնալու ճանապարհին, երբ նա վարում էր Երանի մարդաշատ փողոցներով, Ռաֆֆին չէր կարողանում մտքից հանել մոր որդու պատկերը։ Նրա աչքերի տխրությունը, երախտագիտությունը, խառնված ամոթի հետ, կյանքի դաժանությունը նշանավորված յուրաքանչյուր ժեստում։ Նա հստակ գիտեր, թե դա ինչ է։ Ճանաչում էր այն ծանրությունը, երբ չես կարող որդուդ տալ այն, ինչ բոլոր մյուս երեխաները կարծես ունեն։ Ճանաչում էր ոչը ասելու ցավը, երբ ամբողջ սրտով ուզում էիր ասել այո։ Հայրիկ, լավ ես, հարցրեց Բելլան հետի նստատեղից, նկատելով նրա լռությունը։ Այո, իմ սեր։ Պարզապես մտածում եմ։ Ինչի՞։ Մասին ես մտածում։ Թե որքան տարօրինակ է կյանքը, պատասխանեց նա, հետի հայելու միջով նայելով երկուսին։ Թե ինչպես ենք երբեմն հանդիպում մարդկանց, որոնք մեր կարիքն ունեն, մենք էլ նրանց կարիքն ունենք, նույնիսկ առանց իմանալու։ Սոֆին գլուխը թեքեց։ Մենք նորից կտեսնենք Լուկասին։ Ռաֆֆին ժպտաց։ Չգիտեմ, աղջիկս։
Բայց հուսով եմ, այո։ Եվ նա դեռ չգիտեր այդ պահին, երբ վերադառնում էր կենտրոնում գտնվող իր ընդարձակ բնակարան, որ այդ պատահական հանդիպումը Արտրի կենտրոնում պարզապես բարության մեկուսացված ժեստ չէր։ Դա շատ ավելի մեծ բանի սկիզբ էր, մի բան, որը կփոխեր նրանց բոլորի կյանքը այնպիսի ձևով, որոնք նա երբեք չէր կարող պատկերացնել։ Դա մի պատմության առաջին գլուխն էր, որը նոր էր սկսվում բացվել, մի պատմություն սիրո, ցավի, հաղթահարման ընտանիքի մասին։ Այդ գիշեր, դուստրերին քնեցնելուց հետո Ռաֆին կանգնած էր բնակարանի պատշգամբին, նայելով քաղաքի լույսերին։ Երանը անվերջ թարթում էր մութ երկնքի տակ, միլիոնավոր կյանքեր տեղի էին ունենում միաժամանակ, յուրաքանչյուրն իր ուրախություններով, տխրություններով, իր հաղթանակներով, պարտություններով։ Այդ քաղաքային անսահմանության մեջ ինչ-որ տեղ, նա գիտեր, կինն ու տղան էին, հավանաբար փոքրիկ պարզ վայրում, բայց այսօր մի փոքր ավելի ուրախ, քան նախկինում էին։ Լուկասը պետք է քնած լիներ, գրկած հրշեջ մեքենան, երազելով ազդանշանների հերոսական փրկությունների մասին։ Եվ նրա մայրը պետք է պառկած լիներ, մտածելով, թե ինչպես է կյանքը երբեմն զարմացնում, թե ինչպես է բարությունը դեռ գոյություն ունենում, թե ինչպես կարող է մի պարզ ժեստը նշանակել ամբողջ աշխարհը նրա համար, ով ոչինչ չունի։ Ռաֆին խորը շունչ քաշեց, զգալով, թե ինչպես է գիշերային զեփյուրը դիպչում դեմքին։ Չգիտեր նրա անունը։ Չգիտեր, թե որտեղ են ապրում։ Չգիտեր, թե արդյոք նորից կտեսնի նրանց։ Բայց գիտեր բացարձակ վստահությամբ, որ այդ հանդիպումը ինչ-որ բան փոխել էր իր մեջ։ Վերստին վառել էր մի բան, որը նա կարծում էր, թե կորցրել է ծանր աշխատանքի տարիներին, կայսրություն կառուցելու տարիներին, ֆինանսական հաջողության տարիներին։ Վերստին վառել էր հիշողությունը, թե ով էր ինքը, որտեղից էր եկել, ինչու էր անում այն, ինչ անում էր։ Եվ մինչ քաղաքը շարունակում էր բաբախել գիշերվա տակ, Ռաֆին լուռ խոստում տվեց ինքն իրեն։ Եթե մի օր նորից հանդիպեր այդ կնոջն ու տղային, ավելին կաներ, քան պարզապես խաղալիք տալը։ Իսկական տարբերություն կբերեր։ Որովհետև նա գիտեր բոլորից լավ, որ կյանքը կարող է փոխակերպվել, երբ ինչ-որ մեկը ձեռք է մեկնում ասում անկեղծորեն, ես էլ եմ այնտեղ եղել, դու մենակ չես։ Գլուխ 2 Մարինա Սարգսյանն արթնացավ առավոտյան ժամը 5-ին էժանագին իրերի խանութից գնաց զարթուցիչի սուր ձայնից։ Բնակարանը սուզված էր երանյան լուսաբացներին բնորոշ խավարի մեջ, այն ծանր լռության, որը նախորդում է քաղաքի քաոսին։ Նա արագ անջատեց զարթուցիչը, վախենալով արթնացնել Լուկասին, մի քանի վայրկյան պառկած մնաց, ուժ հավաքելով մեկ օր դիմակայելու համար։ Մարմինը ցավում էր։ Մեջքը լարված էր այդքան ժամ ոտքի վրա մնալուց, ոտքերը ուռած էին, ձեռքերը կարմիր կոշտ, տաք ջրի մաքրող միջոցների հետ մշտական շփումից։ Բայց տրտնջալու ժամանակ չկար։ Վարձը ուշացած էր, էլեկտրաէներգիայի հաշիվը 3 օր առաջ էր անցել, վերջին 15 օրվա գումարը գրեթե գոլորշիացել էր սննդի, տրանսպորտի դեղերի միջ։ Նա դանդաղ վեր կացավ, ոտք դնելով իր որդու կիսած փոքրիկ մեկսենյականոց բնակարանի սառը հատակին։ Տարածքը մանր էր, գտնվում էր Երանի նոր թաղամասի հին շենքում։ 25 քառակուսի մետր, որտեղ տեղավորվում էր մի սենյակ, որը միաժամանակ ծառայում էր որպես հյուրասենյակ, փոքրիկ լոգարան խոհանոց, որտեղ հազիվ 2 մարդ կտեղավորվեր։ Պատերի անկյուններում բորբոս կար, ներկը որոշ տեղերում թափվում էր, խոնավության հոտը մշտական էր։ Բայց դա այն էր, ինչ Մարինան կարող էր իրեն թույլ տալ։ Դա նրա ապաստանն էր, նրա տունը, աշխարհում միակ վայրը, որը նա կարող էր իրենը կոչել։ Նա մտավ լոգարան դեմքը լված սառը ջրով, դիտելով իր արտացոլանքը բծավոր հայելու մեջ։ 32 տարեկան, բայց 40-ի տեսք ուներ։ Հոգնածությունը դրոշմված էր յուրաքանչյուր գծում, խորը պարկերի մեջ, աչքերի տակ, բերանի շուրջ գծերի մեջ, մազերի մեջ, որոնք սկսում էին ցույց տալ որոշ վաղաժամ սպիտակ մազեր։ Երբ էր այսպես դարձել, հարցրեց նա ինքն իրեն։ Երբ էր կյանքը դարձել այս ամենօրյա պայքարը գոյատման համար, որտեղ յուրաքանչյուր դրամը հաշվված էր, յուրաքանչյուր կերակուր պլանավորված, յուրաքանչյուր ցանկություն անորոշ ժամանակով հետաձգված։ Նա հագավ այն արագ սննդի գետի բեժ գույնի համազգեստը, որտեղ աշխատում էր, մի վայր, որը կոչվում էր տնական տուն, գտնվում էր Երանի կենտրոնում։ Վերնաշապիկը լայն էր անց, տաբատը փոքրիկ պատրվածք ուներ քղանցքի վրա, որը նա կարել էր թելով, իսկ գոգնոցը յուղի հետքերով էր, որոնք դուրս չէին գալիս նույնիսկ ամենաուժեղ միջոցներով։ Նա մազերը ամուր պոչիկով հավաքեց, հագավ մաշված սպորտային կոշիկները, վերցրեց հին պայուսակը, որը կրում էր ամեն օր։ Դուրս գալուց առաջ նա մտավ սենյակ, որտեղ Լուկասը խորը քնած էր, գրկած կարմիր հրշեջ մեքենան, որը ստացել էր Արտրի կենտրոնում 3 օր առաջ։
Մարինան կանգնեց դռան մոտ, դիտելով որդուն պատուհանից եկող թույլ լույսի տակ։ Նա քնած էր շուրթերին ժպիտով, մեքենան զգուշորեն դրված էր բարձի կողքին։ Խաղալիքը ստանալուց ի վեր Լուկասը ոչ մի վայրկյան բաց չէր թողնում այն։ Տանում էր ամենուր, ցույց տալիս հարաններին, մենակ խաղում, ստեղծելով փրկարարական հերոսական մանրամասն պատմություններ։ Սա առաջին անգամն էր, որ Մարինան նրան այդքան երջանիկ, այդքան լիարժեք էր տեսնում։ Եվ դա միաժամանակ ջարդում էր, տաքացնում նրա սիրտը։ Ջարդում էր, որովհետև նա գիտեր, որ չի կարող դա տալ նրան, որ կախված էր անծանոթների բարությունից, որդու այդպիսի ժպիտը տեսնելու համար։ Եվ տաքացնում էր, որովհետև, ի վերջո, Լուկասը երջանիկ էր, դա էր միակ կարորը։ Նա մոտեցավ, նուրբ համբույր դրեց նրա ճակատին, շշնջաց. «Սիրում եմ քեզ, իմ սեր»։ Հարանուհին, տիկին Սիրանուշը, մի թոշակառու տիկին, որն ապրում էր կողքի բնակարանում, արդեն արթուն էր կխնամեր Լուկասին, մինչ նրան թաղամասի պետական դպրոց տանելու ժամանակը։ Մարինան նրան վճարում էր այն, ինչ կարող էր, սովորաբար սննդով կամ փոքր ծառայություններով, քանի որ փողը մի բան էր, որ միշտ պակասում էր։ Տիկին Սիրանուշը բարի սիրտ ուներ Լուկասին վերաբերվում էր, կարծես իր սեփական թոռը լիներ։ Նման մեկին մոտակայքում ունենալը օրհնություն էր։ Մարինան բնակարանից դուրս եկավ 5:30, իջավ շենքի 4 հարկի աստիճաններով առանց վերելակի քայլեց դեպի ավտոբուսի կանգառը Գլխավոր պողոտայում։ Քաղաքը դեռ արթնանում էր, բայց արդեն շարժ կար։ Նրա նման աշխատողները, որոնք պետք է ամբողջ Երանը կտրեին, հասնելու իրենց ցածր վարձատրվող աշխատանքներին, արդեն զբաղեցրել էին ավտոբուսի կանգառները, մետրոյի կայարանները, մայթերը։ Մարինան նրանցից շատերին ճանաչում էր դեմքով, նրանց հետ կիսում էր նույն հոգնած հայացքը, նույն լուր հաշտվողականությունը նրա, ով գիտի, որ կյանքը դաժան է, բայց այլ ընտրություն չունի, քան ամեն օր դիմակայել դրան։ Ճանապարհը մինչ կենտրոն տում էր գրեթե 2 ժամ։ Նա նստում էր լեփ-լեցուն ավտոբուս մինչ Գարեգին Նժդեհի հրապարակ մետրոյի կայարան, հետո դիմանում էր 3 փոխնստմանց 15 րոպե քայլում մինչ արագ սննդի կետը։ Նա հասնում էր 7:15, մուտքի ժամից 15 րոպե շուտ, որովհետև իր տնօրենը, պարոն Դավիթը, սովորություն ուներ ուշացողների աշխատավարձից պահումներ անել, նույնիսկ եթե դա լիներ 1 րոպեի համար։ Տնական տունը արագ սննդի կետը գտնվում էր Հանրապետության հրապարակի մոտ գտնվող մարդաշատ փողոցում, մի վայր, որը ճաշի ժամին լի էր լինում։ Դա պարզ հաստատություն էր, ապակե վաճառասեղանով, որտեղ ցուցադրված էին տապակած խորտիկներ, կարմիր ֆորմիկայի սեղաններով, պլաստմասե աթոռներով։ Այն էժան ուտեստներ էր մատուցում տարածաշրջանի աշխատողներին, ուսանողներին, անօթան մարդկանց, որոնք մանրադրամ էին հավաքում մի ափսե ուտելիք գնելու համար։ Մարինան աշխատում էր խոհանոցում, լվանալով սպասքը, կտրատելով բանջարեղեն, տապակելով խորտիկներ, մաքրելով սալիկների հատակի վրա կուտակված յուղը։ Դա ծանր, տաք, հյուծիչ աշխատանք էր։ Կաթսաների գոլորշին կարմրեցնում էր նրա դեմքը, յուղը ցայտում այրում էր ձեռքերը, քլորը գրգռում էր ձեռքերը։ Եվ պարոն Դավիթը, արագ սննդի կետի սեփականատերը, դժվար մարդ էր։ Գեր, քրտնած, միշտ վատ տրամադրությամբ, նա ղեկավարում էր վայրը ճիչերով, սպառնալիքներով։ Նա նվաստացնում էր աշխատակիցներին հաճախորդների առջ, ցանկացած սխալի համար պահումներ էր անում աշխատավարձից, երբեք հանգստյան օր չէր տալիս, նույնիսկ երբ ինչ-որ մեկը հիվանդանում էր։ Մարինան արդեն կորցրել էր հաշիվը, թե քանի անգամ էր նա իրեն անվանել անպիտան, դանդաղկոտ, հիմար։ Բայց նա դիմանում էր։ Աշխատանքի կարիք ուներ։ Փողի կարիք ուներ։ Արժանապատվության շքեղություն չկար, երբ սովը թակում էր դուռը։ Այդ առավոտ, արագ սննդի կետ հասնելուն պես, Մարինան արագ բարեց գործընկերներին, հագավ գոգնոցը, սկսեց աշխատել։ Ժամերն անցնում էին կատաղի գործունեության մշուշի մեջ։ Լվանալ սպասքը, չորացնել, դարսել։ Կտրատել լոլիկ, սոխ, պղպեղ։ Լահմաջո, պիրոժկի ու չեբուրեկի տապակել։ Մաքրել հատակը, որը սայթաքուն էր դառնում յուղից։ Դիմանալ առանց պատշաճ օդափոխության խոհանոցի խեղդող շոգին։ Նրա միտքը մտնում էր ավտոմատ ռեժիմի մեջ, անջատվելով ներկայից, թափառելով հեռավոր վայրեր։ Նա մտածում էր Լուկասի մասին, թե ինչպես էր նա արագ մեծանում, թե ինչպես շուտով նոր հագուստի կարիք կունենա, որը նա չգիտեր ինչպես գնել։ Մտածում էր դպրոցի, դասերի մասին, որոնցում նա փորձում էր օգնել նրան, թե ինքը շատ չէր սովորել։ Մտածում էր անորոշ ապագայի, այդ իրավիճակից դուրս գալու, որդուն ավելի լավ կյանք տալու մասին։ Մարինան ընտանիք չուներ։ Նա մեծացել էր մանկատներում, երբ մայրը լքել էր նրան դեռ նորածին ժամանակ։ Հորը երբեք չէր ճանաչել։
Մանկությունն ու պատանեկությունն անցկացրել էր մի տնից մյուսը տեղափոխվելով, միշտ իրեն անտեսանելի զգալով, միշտ մենակ։ 18 տարեկանում, երբ դուրս եկավ վերջին մանկատնից, փորձեց ինքնուրույն կյանք կառուցել։ Աշխատել էր տարբեր վայրերում, միշտ ֆիզիկական աշխատանքներում, միշտ քիչ վաստակելով։ Լուկասի հորը հանդիպել էր, երբ 25 տարեկան էր։ Նա գեղեցիկ էր, հմայիչ, լի խոստումներով։ Ասում էր, որ սիրում է իրեն, որ կխնամի իրեն, որ միասին ընտանիք կկառուցեն։ Մարինան հավատաց։ Հղիացավ։ Եվ հետո, երբ Լուկասը ծնվեց, տղամարդն անհետացավ։ Անհետացավ ծխի պես, թողնելով միայն պարտքեր դատարկ արդարացումներ։ Այդ ժամանակվանից ի վեր միայն ինքն էր Լուկասն ընդդեմ աշխարհի։ Եվ նա ամեն օր պայքարում էր, ապահովելու, որ որդին չանցնի նույն զրկանքների միջով, ինչ ինքն է անցել, որ իրեն լքված չզգա, որ չմեծանա առանց սիրո։ Նույնիսկ եթե դա նշանակում էր աշխատել մինչ հյուծվելը, նույնիսկ եթե դա նշանակում էր հրաժարվել ցանկացած բանից իր համար, նույնիսկ եթե դա նշանակում էր ապրել փոքրիկ բնակարանում հնամաշ հագուստ կրել։ Լուկասը նրա գոյության պատճառն էր, նրա նպատակը, նրա ուժը։ Օրն արագ սննդի կետում անցավ սովորական քաոսի մեջ։ Պարոն Դավիթը 2 անգամ գոռաց նրա վրա, որովհետև սպասքը չէր լվացվում այն արագությամբ, որ նա ուզում էր։ Ճաշի ժամին խոհանոցը դժոխք դարձավ, պատվերները կուտակվում էին, հաճախորդները բողոքում էին, յուղը տարածված էր ամենուր։ Մարինան ոչ մի րոպե չկանգնեց, աշխատելով առանց հանգստի, մինչ ոտքերը ցավացին, ձեռքերը կարմրեցին ու ուռեցին։ Ժամը 3-ին, երբ վերջապես 15 րոպե ընդմիջում ունեցավ, նա դուրս եկավ արագ սննդի կետի հետի դռնից, մի փոքր մաքուր օդ շնչելու։ Նա նստեց նրբանցքի կեղտոտ աստիճանին, մի պահ հանեց կոշիկները, մերսեց ցավող ոտքերը։ Նա նայեց Երանի մոխրագույն երկնքին, որը ծածկված էր ցածր ամպերով աղտոտվածությամբ, խորը հոգոց հանեց։ Որքան երկար կդիմանար դրան, հարցրեց նա ինքն իրեն։ Որքան երկար ուժ կունենար շարունակելու։ Բայց հետո մտածեց Լուկասի, նրա ժպիտի մասին, երբ նա քնած էր, գրկած հրշեջ մեքենան, իմացավ պատասխանը։ Կդիմանար այնքան, որքան անհրաժեշտ լիներ։ Այլ տարբերակ չկար։ Արտրի կենտրոնում հանդիպումից 4 օր անց մի անսպասելի բան տեղի ունեցավ։ Շաբաթ օր էր, Լուկասը նրա հետ գնացել էր արագ սննդի կետ, որովհետև տիկին Սիրանուշը այցելում էր իր դստերը Աբովյանում չէր կարող մնալ նրա հետ։ Մարինան չէր սիրում որդուն աշխատանքի տանել, բայց երբեմն այլ ընտրություն չկար։ Նա նստում էր արագ սննդի կետի մի անկյունում, նկարելով թղթերի վրա, որոնք նա վերցնում էր գրենական պիտույկների խանութից գնած հին տետրից, միշտ լուռ, միշտ հնազանդ։ Նա իր հետ վերցնում էր հրշեջ մեքենան կամացուկ խաղում, ստեղծելով իր պատմությունները, առանց որը մեկին անհանգստացնելու։ Մարինան, ինչպես միշտ, խոհանոցում էր, խորասուզված աշխատանքի մեջ, երբ սրահից ծանոթ ճիչ լսեց։ Դա Լուկասն էր։ Նա անմիջապես ամեն ինչ թողեց վազեց տեսնելու, թե ինչ է պատահել, սիրտը խփում էր խուճապից։ Բայց սրա հասնելուն պես նա ոչ մի արտակարգ իրավիճակ չգտավ։ Ընդհակառակը։ Լուկասը կանգնած էր, ականջներին հասնող ժպիտով, մատնացույց անելով պատուհանի մոտ գտնվող սեղանը։ Մամա, մամա, տես թե ով է այստեղ, ճչում էր նա, ցատկոտելով հուզմունքից։ Արտրի կենտրոնի աղջիկներն են, նրանք, ովքեր ինձ մեքենան տվեցին։ Մարինան գլուխը շրջեց այն ուղղությամբ, ուր մատնացույց էր անում Լուկասը, զգաց, որ աշխարհը կանգ է առնում։ Այնտեղ էին նրանք, երկվորյակները, համապատասխան զգեստներով, նստած սեղանի շուրջ մի տղամարդու հետ։ Նույն տղամարդը, որը մեքենան տվել էր Լուկասին։ Այն տղամարդը, որին նա չէր կարողացել ամբողջությամբ մտքից հանել վերջին օրերին։ Ռաֆին նույնպես նույն պահին տեսավ նրանց։ Նրա աչքերը լայն բացվեցին զարմանքից, հետո լայն ժպիտը լուսավորեց դեմքը։ Ինչ անհավանական զուգադիպություն, ասաց նա, վեր կենալով աթոռից։ Սոֆին Բելլան անմիջապես ճանաչեցին Լուկասին, սլացան դեպի նա, գրկելով նրան այն անկեղծ ուրախությամբ, որով երեխաները գտնում են ընկերոջը։ Լուկաս, Լուկաս, ճչաց Բելլան։ Դու այստեղ ես։ Մարինան քարացած մնաց, չիմանալով ինչպես արձագանքել։ Նա զգում էր, որ այտերը այրվում են ամոթից։ Այնտեղ էր ինքը, յուղոտ համազգեստով, խառնված մազերով, կարմիր ուռած ձեռքերով։ Եվ այնտեղ էր նա, այն տղամարդը, որը չափազանց բարի էր եղել, որը թանկարժեք նվեր էր տվել, ոչինչ չխնդրելով դիմացը։ Նրանց աշխարհների միջ տարբերությունը երբեք այդքան ցայտուն չէր թվացել։ Բար ձեզ, ասաց Ռաֆին, զգուշորեն մոտենալով, կարծես զգում էր նրա անհարմարությունը։
Ինչ զուգադիպություն է ձեզ այստեղ հանդիպելը։ Մենք որոշեցինք այսօր այս թաղամասում նախաճաշել, դե վերջում այս վայրն ընտրեցինք։ Շատ լավ, կարողացավ ասել Մարինան, ձայնը դողալով դուրս եկավ։ Բարի գալուստ։ Երեխաներն արդեն աշխույժ զրուցում էին, իրար ցույց տալով բաներ։ Լուկասը հպարտությամբ ցուցադրում էր իր հետ բերած մեքենան, իսկ աղջիկները պատմում էին տիկնիկի շնիկի մասին, որոնք հայրը գնել էր։ Նրանց ուրախությունը վարակիչ էր, անկեղծ, մաքուր։ Ռաֆֆին ուշադիր նայեց Մարինային։ Դուք այստեղ եք աշխատում, հարցրեց նա քնքշորեն։ Այո, պատասխանեց Մարինան, աչքերը իջեցնելով։ Խոհանոցում։ Ծանր աշխատանք պետք է լինի։ Այո, խոստովանեց նա։ Բայց դա է, ինչ ունեմ։ Կարճ լռություն տիրեց, ոչ անհարմար, այլ լի փոխադարձ հասկացողությամբ։ Ռաֆֆին կարծես հասկանում էր բաներ, որոնք նա չէր ասել, կարծես տեսնում էր արտաքինից այն կողմ։ Երեխաները շարունակում էին զրուցել, Լուկասը քաշեց Սոֆիին Բելլային ձեռքից, տանելով նրանց այն անկյունը, որտեղ նկարում էր։ Նայեք, թե ինչ եմ արել, ասաց նա, ցույց տալով հրշեջ մեքենաների նկարները, որոնք խզբզել էր։ Ռաֆֆին նորից նայեց Մարինային։ Կարող եմ մի բան խնդրել, ասաց նա քնքուշ ժպիտով։ Կարող ենք Լուկասին հրավիրել մեզ հետ նախաճաշելու։ Աղջիկների համար մեծ ուրախություն կլինի։ Մարինան վարանեց։ Նրա մի մասը ուզում էր ընդունել, բայց մյուս մասը անհարմար էր զգում, կարծես նորից բարեգործություն էր ընդունում։ Չգիտեմ, թե, սկսեց նա, բայց Լուկասն արդեն լսել էր։ Կարող եմ, մամա, կարող եմ, հարցրեց նա, աչքերը փայլելով սպասումից։ Մարինան նայեց որդուն, այն հույսով լի դեմքին, քաջություն չունեցավ մերժելու։ Կարող ես, ասաց նա կամացուկ։ Բայց քեզ լավ պահիր։ Ես միշտ ինձ լավ եմ պահում, պատասխանեց Լուկասը համոզվածությամբ, Ռաֆֆին ծիծաղեցնելով։ Նրանք նստեցին սեղանի շուրջ, երեք երեխաները մի կողմում, Ռաֆֆին մյուս։ Մարինան վերադարձավ խոհանոց, բայց չէր կարողանում կենտրոնանալ։ Ամեն րոպե նա մի հայացք էր գցում խոհանոցը սրահից բաժանող ապակու միջով, դիտելով Լուկասին, որը նստած էր սեղանի շուրջ, աշխույժ զրուցում էր, ուտում էր այն ուտեստը, որ Ռաֆֆին պատվիրել էր։ Որդուն այդպես երջանիկ ներառված տեսնելը ինչ-որ խորը բան էր շարժում նրա մեջ։ Դա երախտագիտություն էր, խառնված տխրության հետ, թեթացում, խառնված վախի հետ։ Պարոն Դավիթն անցավ խոհանոցով, տեսավ կանգնած Մարինային։ Ինչ ես անում այնտեղ նայելով, գմաց նա։ Մի կույտ սպասք կա լվանալու։ Մարինան արագ վերադարձավ աշխատանքի, բայց սիրտը դեռ սեղանի մոտ էր, երեխաների հետ։ Երբ վերջապես նրա ընդմիջումը եկավ, նա դուրս եկավ խոհանոցից զգուշորեն մոտեցավ սեղանին։ Երեխաները ծիծաղում էին, Լուկասը պատմում էր դպրոցի մասին մի պատմություն, աղջիկները ուշադիր լսում էին։ Ռաֆֆին նկատեց Մարինային, նշան արեց, որ նստի։ Չեմ կարող, ասաց Մարինան։ Ընդամենը 15 րոպե ունեմ։ Ուրեմն նստիր 15 րոպե, պնդեց Ռաֆֆին քնքշորեն։ Երեխաները հիացած են ընկերակցությունից։ Մարինան զիջեց նստեց աթոռի ծայրին, դեռ անհարմար։ Ռաֆֆին նրա համար հյութ պատվիրեց, բայց Մարինան հրաժարվեց։ Լավ եմ, շնորհակալություն։ Նա չպնդեց։ Փոխարենը սկսեց բնականon զրուցել, հարցնելով պարզ բաների մասին։ Ինչպես էր օրը, ինչպես էր Լուկասը դպրոցում, արդյոք նրանք մոտակայքում էին ապրում։ Մարինան պատասխանում էր կարճ նախադասություններով, դեռ զգույշ, դեռ կասկածամիտ։ Ինչու նրա նման տղամարդը, որը ակնհայտորեն փող ունեցվածք ուներ, կհետաքրքրվեր իր նման մեկի հետ զրուցելով։ Ինչ էր նա ուզում։ Գուցե խղճահարություն։ Գուցե բարություն ծածրած բարեգործություն։ Բայց Ռաֆֆին անկեղծ էր թվում։ Նա անտեղի հարցեր չէր տալիս, գերազանցություն չէր ցուցաբերում, արամարանքով չէր նայում նրան։ Նա վերաբերվում էր նրան հարգանքով, կարծես հավասար լինեին։ Եվ դա շփոթեցնում էր Մարինային, որովհետև նա սովոր չէր, որ իրեն այդպես վերաբերվեն։ 15 րոպեն շատ արագ անցավ։ Մարինան ստիպված էր վերադառնալ աշխատանքի, բայց խոստացավ Լուկասին, որ կվերադառնա նրան վերցնելու, երբ հերթափոխը ավարտվի։ Նա ուրախացավ, շարունակեց խաղալ Սոֆիի Բելլայի հետ, Ռաֆֆին հավաստիացրեց, որ աչքը նրա վրա կպահի։ Օրվա մնացած մասն անցավ տարօրինակ մշուշի մեջ։ Մարինան աշխատում էր մեխանիկորեն, բայց մտքերը հեռու էին։
Նա մտածում էր տղամարդու նրա դուստրերի մասին, նրանց ցուցաբերած բարության, այն ձի մասին, որով նրանք վերաբերվում էին Լուկասին, կարծես նա կարող լիներ։ Ոչ ոք երբեք իր որդուն այդպես չէր վերաբերվել։ Ոչ ոք երբեք չէր հոգացել։ Երբ հերթափոխը վերջապես ավարտվեց երեկոյան ժամը 7-ին, Մարինան դուրս եկավ խոհանոցից հյուծված, մարմինը ցավում էր, ոտքերը ուռած էին։ Բայց այնտեղ էր Լուկասը, դեռ նստած սեղանի շուրջ աղջիկների Ռաֆֆիի հետ, ծիծաղում էր մի բանից, որ Սոֆին հենց նոր էր ասել։ Տեսարանը ստիպեց նրան կանգ առնել։ Նրանք ընտանիքի տեսք ունեին։ Կարծես միասին էին պատկանում։ Ռաֆֆին վեր կացավ, երբ տեսավ նրան։ Երեխաները չեն ուզում բաժանվել, ասաց նա ժպիտով։ Բայց կարծում եմ, ժամանակն է, որ բոլորս տուն գնանք։ Մարինան համաձայնեց։ Գնացինք, Լուկաս։ Պետք է ավտոբուս նստենք։ Կարող եմ ձեզ տանել, առաջարկեց Ռաֆֆին։ Ուշ է, հասարակական տրանսպորտը լեփ-լեցուն կլինի։ Մարինան արագ գլուխը թափահարեց։ Պետք չէ։ Մենք սովորենք։ Բայց ես պնդում եմ։ Խնդրում եմ։ Աղջիկները կցանկանային ճանապարհին ավելի շատ ժամանակ անցկացնել Լուկասի հետ։ Մարինան նայեց որդուն, տեսավ սպասումը նրա աչքերում, մեկ անգամ քաջություն չունեցավ մերժելու։ Լավ, զիջեց նա։ Շնորհակալություն։ Ռաֆֆիի մեքենան պարզ էր, սովորական սեդան, ոչ մի շքեղ բան։ Դա զարմացրեց Մարինային, որն ավելի ցուցադրական բան էր սպասում։ Երեխաները նստեցին հետի նստատեղին, աշխույժ զրուցում էին, մինչդեռ Մարինան առջում էր, կոշտ անհարմար։ Ռաֆֆին հանգիստ վարում էր, հարցեր տալով ճանապարհի մասին։ Երբ հասան այն շենքին, որտեղ ապրում էր Մարինան, նա արագ շնորհակալություն հայտնեց, դուրս եկավ մեքենայից Լուկասի հետ։ Բայց մինչ նրանք կհասցնեին մտնել շենք, Սոֆին պատուհանից բղավեց։ Կարող ենք նորից այստեղ գալ, Լուկաս։ Կարող ենք ընկերներ լինել։ Լուկասը աղաչանքով նայեց մորը։ Մարինան դժվարությամբ կուլ տվեց գլխով արեց։ Կարող եք, ասաց նա, զարմացնելով ինքն իրեն։ Եվ այսպես սկսվեց մի ռեժիմ, որը կփոխեր ամեն ինչ։ Ամեն շաբաթ Ռաֆֆին երկվորյակները հայտնվում էին արագ սննդի կետում։ Նրանք ուտեստներ էին պատվիրում, ժամերով զրուցում Լուկասի հետ, նրան ներառում խաղերի պատմությունների մեջ։ Մարինան դիտում էր հեռվից, դեռ զգույշ, դեռ պատեր կառուցելով սրտի շուրջ։ Բայց կամաց-կամաց այդ պատերը սկսեցին ճաքել։ Որովհետև Ռաֆֆին այնպիսին չէր, ինչպիսին նա պատկերացնում էր։ Նա չէր դատում իրեն։ Նրան խղճահարությամբ չէր վերաբերվում։ Նա զրուցում էր նրա հետ, կարծես նրա կարծիքները կարող լինեին, կարծես նրա պատմությունը վավեր լիներ, կարծես նա ավելին լիներ, քան պարզապես գոյատման համար պայքարող արագ սննդի կետի աշխատող։ Եվ դա նոր էր։ Դա վախեցնող էր։ Դա վտանգավոր էր։ Որովհետև Մարինան վաղուց սովորել էր ոչ մեկին չվստահել, ոչ մեկից կախված չլինել, ոչ մեկի առջ չբացվել։ Վստահելը նշանակում էր վտանգել վիրավորվելը։ Կախված լինելը նշանակում էր վտանգել լքվելը։ Բացվելը նշանակում էր վտանգել ոչնչացվելը։ Եվ նա արդեն չափազանց շատ անգամ էր ոչնչացվել, նորից ռիսկի դիմելու համար։ Գլուխ 3։ Շաբաթ օրերը սրբազան դարձան։ Ամեն շաբաթ, ճիշտ առավոտյան ժամը 11-ին, Ռաֆֆին Սոֆիի Բելլայի հետ գալիս էր տնական տուն, արագ սննդի կետ։ Աղջիկներն արդեն անգիր գիտեին ճանապարհը, վազելով բարձրանում էին մուտքի 3 աստիճանները, անմիջապես փնտրում Լուկասին, որը նրանց անհամբեր սպասում էր սովորական անկյունում, իր նկարներով հրշեջ մեքենայով, որը երբեք բաց չէր թողնում։ Վերամիավորումը միշտ նույնն էր՝ լի գրկախառնություններով, ծիծաղով, շաբաթվա ընթացքում տեղի ունեցած ամեն ինչի մասին խառնաշփոթ զրույցներով։ Մարինան դիտում էր, թե ինչպես է այդ տեսարանը կրկնվում շաբաթ առ շաբաթ, ինչ-որ բան իր մեջ սկսում էր փոխվել։ Պատերը, որոնք նա կառուցել էր սրտի շուրջ, աղյուս առ աղյուս, տարիների հիասթափությունների լքվածության ընթացքում, սկսում էին ճաքեր տալ։ Սկզբում դրանք փոքր ճաքեր էին, գրեթե աննկատ, բայց որոնք աճում էին Ռաֆֆիի հետ յուրաքանչյուր զրույցից, յուրաքանչյուր հայացքների փոխանակումից, յուրաքանչյուր հոգատարության ժեստից, որը նա ցուցաբերում էր ոչ միայն Լուկասի, այլ իր նկատմամբ։ Ռաֆֆին տարբերվում էր ցանկացած տղամարդուց, որին Մարինան ճանաչել էր։ Նա չէր փորձում տպավորել իրեն դատարկ խոստումներով կամ գեղեցիկ բառերով։
Նա չէր նայում իրեն այն ցանկության արամարանքի խառնուրդով, որը նա այդքան լավ գիտեր, այն ձով, որով որոշ տղամարդիկ տեսնում էին իր իրավիճակում գտնվող կանանց, կարծես նրանք ցածր լինեին, հասանելի, հուսահատ։ Ռաֆֆին նրան վերաբերվում էր անկեղծ հարգանքով։ Հարցնում էր նրա օրվա մասին, իրական ուշադրությամբ լսում նրա պատասխանները, հիշում էր փոքր մանրամասներ, որոնք նա նշում էր։ Երբ Մարինան նշեց, որ Լուկասը սիրում է նկարել, բայց չունի համապատասխան պարագաներ, Ռաֆֆին հաջորդ շաբաթ հայտնվեց գունավոր մատիտների, նոր տետրերի ֆլոմաստերների ամբողջական հավաքածուով։ Դա թանկարժեք կամ շքեղ նվեր չէր, բայց մտածված էր, ուշադիր, հենց այն, ինչ Լուկասին պետք էր։ Եվ աղջիկները հրաշալի էին իր որդու հետ։ Նրանք նրան վերաբերվում էին որպես եղբոր, ներառում էին նրան բոլոր խաղերի մեջ, պաշտպանում էին նրան, երբ արագ սննդի կետի մյուս երեխաները չարամիտ մեկնաբանություններ էին անում նրա հին հագուստի կամ ծակ կոշիկների մասին։ Սոֆին պաշտպանողական կողմ ուներ, բարկանում էր, երբ ինչ-որ մեկը անարդար էր Լուկասի հետ։ Բելլան ավելի քնքուշ էր, միշտ գրկում էր տղային, երբ նկատում էր, որ նա տխուր է, զվարճալի պատմություններ էր հորինում, նրան ծիծաղեցնելու համար։ Երեք երեխաները ստեղծել էին մի կապ, որը գերազանցում էր սոցիալական տարբերությունները, որն անտեսում էր այն արգելքները, որոնք մեծահասակները կառուցում էին։ Նրանց համար նրանք պարզապես ընկերներ էին։ Նրանք պարզապես երեխաներ էին, որոնք երեխա էին։ Մարինան թույլ տվեց իրեն, երկար ժամանակ անց առաջին անգամ, զգալ ինչ-որ բան, հոգնածությունից, անհանգստությունից բացի։ Նա սկսեց սպասել շաբաթ օրերին տարբեր անհանգստությամբ, ոչ միայն այն պատճառով, որ գիտեր, թե Լուկասը երջանիկ կլինի, այլ որովհետև ինքն էլ էր ուզում տեսնել Ռաֆֆիին։ Ուզում էր լսել նրա հանգիստ ձայնը, հեշտ ծիծաղը, աղջիկների մասին նրա պատմությունները։ Շաբաթվա ընթացքում, երբ նա լվանում էր սպասքը կամ տապակում խորտիկներ խեղդող խոհանոցում, բռնում էր իրեն նրա մասին մտածելիս, վերհիշելով զրույցները, պատկերացնելով, թե ինչ կասեն հաջորդ հանդիպմանը։ Բայց ամեն անգամ, երբ այդ մտքերը ծագում էին, Մարինան դրանք ուժով հեռացնում էր։ Չէր կարող իրեն դա թույլ տալ։ Չէր կարող խաբվել։ Ռաֆֆի նման տղամարդը, նույնիսկ եթե հարստություն չէր ցուցադրում, ակնհայտորեն կայուն, կազմակերպված, հարմարավետ կյանք ուներ։ Ինքը ոչ այլ ինչ էր, քան արագ սննդի կետի աշխատող, միայնակ մայր, առանց ընտանիքի, առանց ապագայի, առանց որևէ բան առաջարկելու, բացի խնդիրներից, բարդություններից։ Ինչու նա իսկապես կհետաքրքրվեր իրենով։ Հավանաբար դա պարզապես բարեկամություն ծածրած բարեգործություն էր։ Հավանաբար նա խղճում էր։ Եվ Մարինան արդեն բավական երկար ժամանակ խղճահարության առարկա էր եղել, իմանալու համար, թե դա որքան ցավոտ է։ Այսպիսով, նա հեռավորություն էր պահում։ Զրուցում էր, բայց ամբողջությամբ չէր բացվում։ Ժպտում էր, բայց պաշտպանությունը չէր իջեցնում։ Ընդունում էր ընկերակցությունը, բայց ոչ բարությունը։ Որովհետև բարություն ընդունելը նշանակում էր ինչ-որ բան պարտք լինել, Մարինան չէր ուզում ոչ մեկին ոչինչ պարտք լինել։ Արդեն չափազանց շատ բան էր պարտք կյանքին։ Նոյեմբերի մի առանձնապես շոգ շաբաթ օր արագ սննդի կետը լեփ-լեցուն էր։ Հին օթորակիչը վատ էր աշխատում, միջավայրը դարձնելով խեղդող տոտ։ Հաճախորդները բողոքում էին, պատվերները կուտակվում էին, պարոն Դավիթը սարսափելի տրամադրություն ուներ։ Մարինան վազվզում էր խոհանոցի սրահի միջ, տանելով ափսեներ, հավաքելով կեղտոտ սպասք, մաքրելով սեղաններ։ Ձեռքերը դողում էին հոգնածությունից, ոտքերը բաբախում էին ցավից, բայց նա չէր կարող կանգ առնել։ Չէր կարող նկատողության առիթ տալ, չէր կարող ռիսկի դիմել աշխատանքը կորցնելու։ Հենց այդ պահին դա տեղի ունեցավ։ Մարինան կրում էր մի սկուտեղ 3 ափսե ուտելիքով, երբ սայթաքեց մի պայուսակի վրա, որը հաճախորդը թողել էր հատակին։ Սկուտեղը թռավ ձեռքերից, ափսեները խլրտոցով փշրվեցին հատակին, ուտելիքը տարածվեց ամենուր։ Հետաց լռությունը ծանր էր, անհարմար։ Բոլոր հաճախորդները շրջվեցին նայելու։ Մարինան քարացած մնաց, դեմքը կարմրած ամոթից, արցունքները սպառնում էին թափվել։ Պարոն Դավիթը դուրս եկավ խոհանոցից կատաղած ցլի պես։ Նրա փոքրիկ աչքերը փայլում էին զայրույթից, գերդեմքը կարմիր էր քրտնած։ Դու հիմա ես, թե՞։ Ինչ, գոռաց նա, ձայնը արձագանքեց ամբողջ արագ սննդի կետում։ Մի ափսե էլ չես կարողանում ճիշտ տանել, անպիտան։ Մարինան գլուխը կախեց, արցունքները վերջապես հոսեցին դեմքով։ Ներեցեք, պարոն, շշնջաց նա։ Ես սայթաքեցի, առանց դիտավորության էր։ Առանց դիտավորության։ Առանց դիտավորության։ Դավիթը շարունակեց գոռալ, ծանր քայլերով մոտենալով նրան։
Սա քո աշխատավարձից դուրս կգա։ Եվ դու հիմա կմաքրես այս աղբը։ Անմիջապես։ Մարինան ծնկի իջավ հատակին, սկսեց հավաքել սպասքի կտորները դողացող ձեռքերով։ Նա զգում էր բոլորի հայացքները իր վրա, նվաստացման ծանրությունը ջզմում էր կուրծքը։ Ուզում էր անհետանալ, ուզում էր, որ հողը բացվեր կուլ տար իրեն։ Բայց չէր կարող։ Պետք է դիմանար։ Պետք է տաներ։ Լուկասի համար։ Միշտ Լուկասի համար։ Ռաֆֆին ամեն ինչ տեսավ այն սեղանից, որտեղ նստած էր երեխաների հետ։ Տեսավ, թե ինչպես է կինը ծնկի իջնում հատակին, տեսավ արցունքները նրա դեմքին, տեսավ, թե ինչպես է տնօրենը նրան նվաստացնում բոլորի առջ։ Ինչ-որ բան իր մեջ կոտրվեց։ Ձեռքերը բռունցքվեցին, ծնոտը սեղմվեց զայրույթից։ Ուզում էր միջամտել, ուզում էր պաշտպանել Մարինային, ուզում էր այդ մարդուն իր տեղը դնել։ Բայց գիտեր, որ չի կարող։ Գիտեր, որ Մարինան չի գնահատի միջամտությունը, որ նա իրեն էլ ավելի նվաստացած կզգա, եթե ինքը տեսարան սարքի։ Այսպիսով, նա սպասեց։ Սպասեց, մինչ նա ավարտեց մաքրելը, մինչ Դավիթը վերադարձավ խոհանոց, մինչ հաճախորդները դադարեցին նայել։ Երբ Մարինան վերջապես վեր կացավ, գունատ կոտրված, Ռաֆֆին զգուշորեն մոտեցավ։ Լավ եք, հարցրեց նա կամացուկ։ Մարինան արցունքները սրբեց ձեռքի թիկունքով ստիպողաբար ժպտաց, որը չհասավ աչքերին։ Այո։ Պատահում է։ Չպետք է պատահի։ Այն ձը, որով նա ձեզ հետ վարվեց, անընդունելի էր։ Նա իմ տնօրենն է, պատասխանեց Մարինան չեզոք ձայնով։ Նա կարող է ինձ հետ վարվել, ինչպես ուզում է։ Ինձ աշխատանք է պետք։ Բայց դուք արժանի չեք այդպես վերաբերվելու։ Ոչ ոք արժանի չէ։ Մարինան նայեց նրան, առաջին անգամ Ռաֆֆին զայրույթ տեսավ նրա աչքերում։ Դուք չեք հասկանում, ասաց նա ցածր, բայց հաստատուն ձայնով։ Դուք չգիտեք, թե դա ինչ է։ Չգիտեք, թե ինչ է այդքան շատ կարիք ունենալ մի բանի, որ դիմանում ես ամեն ինչի։ Ցանկացած նվաստացման։ Ցանկացած անհարգալից վերաբերմունքի։ Որովհետև այլընտրանքը սեղանին ուտելիք չունենալն է։ Ապրելու տեղ չունենալն է։ Տեսնել, թե ինչպես է որդիդ կարիքի մեջ։ Այնպես որ, այո, ես դիմանում եմ։ Եվ կշարունակեմ դիմանալ, քանի դեռ անհրաժեշտ է։ Ռաֆֆին լուռ մնաց, զգալով այդ բառերի ծանրությունը։ Նա ճիշտ էր։ Ինքը չէր հասկանում ոչ այնպես, ինչպես նա էր հասկանում։ Նույնիսկ աղքատությունից գալով, նույնիսկ շատ պայքարելով, նա արդեն տարիներ էր, ինչ չէր ապրում այդ իրականության մեջ։ Մոռացել էր, թե որքան հուսահատեցնող էր, որքան խեղդող, որքան նվաստացուցիչ։ Ներեցեք, ասաց նա վերջապես։ Դուք ճիշտ եք։ Ես չեմ հասկանում։ Բայց կցանկանայի հասկանալ։ Կցանկանայի օգնել։ Մարինան գլուխը թափահարեց։ Ոչ ոք չի կարող ինձ օգնել։ Սա իմ կյանքն է։ Եվ ես պետք է աշխատանքի վերադառնամ։ Նա հեռացավ, նախքան Ռաֆֆին կկարողանար պատասխանել, անհետանալով խոհանոցում։ Նա կանգնած մնաց այնտեղ, իրեն անզոր, հիասթափված զգալով։ Ուզում էր ինչ-որ բան անել, ուզում էր փոխել այդ իրավիճակը, բայց չգիտեր ինչպես։ Շաբաթներ անցան։ Ռեժիմը շարունակվեց, բայց օդում նոր լարվածություն կար։ Մարինան ավելի փակ էր, ավելի հեռու։ Ավելի քիչ էր խոսում, ավելի քիչ ժպտում, ակնհայտորեն նորից կառուցում էր պատերը, ամրացնելով այն պաշտպանությունները, որոնք թույլ էր տվել թուլանալ։ Ռաֆֆին զգում էր փոփոխությունը տառապում էր դրանից, բայց չգիտեր ինչպես հետ շրջել։ Վերջապես Սոֆին էր, որ կոտրեց սառույցը։ Դեկտեմբերի մի անձրոտ շաբաթ օր նա առաջարկեց, որ բոլորը գնան զբոսայգի արագ սննդի գետից հետո։ Հայրիկ, մենք կարող ենք Լուկասին զբոսայգի տանել, խնդրեց նա այն աչքերով, որոնց Ռաֆֆին երբեք չէր կարողանում մերժել։ Խնդրում եմ։ Այնքան երկար ժամանակ է, ինչ մենք այնտեղ չենք խաղացել։ Ռաֆֆին նայեց Մարինային, սպասելով ավտոմատ մերժմանը։ Բայց նա վարանեց։ Լուկասը քաշում էր նրա թքը սպասումով, նրա աչքերում ինչ-որ բան կար, մի այնպիսի խորը հոգնածություն, որը գերազանցում էր ֆիզիկականը։ Դա հոգու հոգնածություն էր։ Լավ, զիջեց նա։ Բայց միայն 1 ժամով։ Զբոսայգին հաղթանակի զբոսայգին էր, Երանի ամենամեծերից մեկը, լճերով, արահետներով ընդարձակ կանաչ տարածքներով։
Երեխաները սլացան հենց հասնելուն պես, վազելով մարգագետնով այն անսպառ էներգիայով, որը միայն նրանք ունեն։ Մարինան Ռաֆֆին քայլում էին հետից, բավականաչափ հեռավորություն պահպանելով երեխաներին անձնական տարածք տալու համար, բայց բավականաչափ մոտ նրանց հսկելու համար։ Ռաֆֆին էր, որ կոտրեց լռությունը։ Ներեցեք, եթե այն օրը անտեղի միջամտեցի։ Իմ մտադրությունը ձեզ վատ զգալ տալը չէր։ Մարինան հոգոց հանեց։ Ձեր մեղքը չէր։ Ես էի, որ կոպիտ էի։ Պարզապես, նա կանգ առավ, բառեր փնտրելով։ Դժվար է ընդունել, որ ինչ-որ մեկը տեսնում է քեզ քո վատագույն պահին։ Դժվար է չամաչել։ Դուք ամաչելու ոչինչ չունեք։ Այն, ինչ դուք անում եք, ծանր աշխատելով ձեր որդուն պահելու համար, դա արժանապատիվ է։ Հիացմունքի արժանի է։ Արժանապատիվ չի թվում, երբ ծնկներիդ վրա հատակին կեղտոտ ուտելիք ես հավաքում, մինչ բոլորը նայում են։ Նրանք մի քանի րոպե լուռ քայլեցին, լսելով երեխաների ծիծաղը հեռվից։ Հետո Մարինան սկսեց խոսել, երբ սկսեց, այլս չկարողացավ կանգ առնել։ Պատմեց իր մանկության մասին մանկատներում, մշտական մենակության, երբեք ոչ մի տեղ չպատկանելու զգացողության մասին։ Պատմեց Լուկասի հոր, դատարկ խոստումների, լքվածության մասին։ Պատմեց պարտքերի, վարձը չկարողանալու վճարելու մշտական վախի, այն գիշերների մասին, երբ նա լաց էր լինում լոգարանում թաքնված, որպեսզի Լուկասը չլսի։ Ռաֆֆին լսեց ամեն ինչ, չընդհատելով։ Երբ նա ավարտեց, կոտրված ձայնով կարմիր աչքերով, նա դադարեց քայլել, նրբորեն բռնեց նրա ձեռքը։ Ես ավելին եմ հասկանում, քան դուք պատկերացնում եք, ասաց նա։ Ես էլ եմ աղքատության մեջ մեծացել։ Ես էլ եմ ճանաչել սովը, զրկանքը, չունենալու ամոթը։ Մայրս այնքան շատ էր աշխատում, որ հազիվ էի տեսնում նրան։ Մեծացել եմ, նայելով այն բաների ցուցափեղկերին, որոնք երբեք չէի կարող ունենալ։ Գիտեմ, թե ինչ է զգալ քեզ պակաս, զգալ, որ արժանի չես կյանքի լավ բաներին։ Մարինան զարմացած նայեց նրան։ Բայց դուք, սկսեց նա վարանելով։ Դուք հիմա այնքան շատ բան ունեք։ Ինչպես կարողացաք դուրս գալ։ Աշխատանք, հաջողություն, հնարավորություն։ Մի քիչ ամեն ինչից։ Սովորել եմ գիշերները, անվճար դասընթացների եմ հաճախել, ընդունել եմ ցանկացած աշխատանք, որ հայտնվել է։ Տարիներով գումար եմ հավաքել, մինչ կարողացա բացել իմ առաջին բիզնեսը։ Ստացվեց։ Հետո ավելի լավ ստացվեց։ Եվ ահա ես այստեղ եմ։ Եվ հիմա դուք օգնում եք ինձ նման մարդկանց խղճահարությունից։ Բառերը դուրս եկան ավելի կոշտ, քան Մարինան մտադրվել էր, բայց Ռաֆֆին չվիրավորվեց։ Դա խղճահարություն չէ, ասաց նա հաստատակամորեն։ Դա ճանաչում է։ Դա ձեր Լուկասի մեջ տեսնելն է մի բան, ինչ ես եմ եղել։ Դա օգնելու ցանկությունն է, որովհետև գիտեմ, որ մի պարզ ժեստը կարող է փոխել մի ամբողջ կյանք։ Բայց հիմնականում նա վարանեց, քաջություն փնտրելով։ Հիմնականում, որովհետև ես ձեզ սիրում եմ։ Որովհետև իսկապես հոգ եմ տանում։ Մարինան զգաց, որ սիրտը սկսում է արագ բաբախել։ Այդ բառերը վտանգավոր էին, գայթակղիչ, այն ամենը, ինչ նա չէր կարող թույլ տալ զգալ։ Բայց միևնույն ժամանակ, դրանք հենց այն էին, ինչ նա ուզում էր լսել։ Դուք ինձ լավ չեք էլ ճանաչում, շշնջաց նա։ Ուրեմն թույլ տվեք ճանաչել։ Թույլ տվեք ներկա լինել։ Ոչ որպես բարեգործություն, ոչ որպես խղճահարություն, այլ որպես մեկը, ով ուզում է լինել ձեր կյանքի մի մասը։ Ձեր կյանքի մի մասը։ Մարինան ուզում էր ասել այո։ Այնքան շատ էր ուզում ասել այո։ Բայց վախն ավելի մեծ էր, վիրավորվելու վախը, Լուկասին վիրավորելու վախը, կախված լինելու նորից լքվելու վախը։ Նախքան նա կկարողանար պատասխանել, երեխաները վազելով վերադարձան, ընդհատելով պահը։ Մամա, հայրիկ, եկեք պաղպաղակ ուտենք, խնդրեց Սոֆին, բռնելով Լուկասի ձեռքը։ Պահն անցավ, բայց ինչ-որ բան փոխվել էր։ Մարինան զգաց։ Ռաֆֆին նույնպես։ Կարծես մի դուռ բացվել էր, բացահայտելով հնարավորություններ, որոնք նախկինում անհնարին էին թվում։ Հաջորդ շաբաթ օրերին զրույցները դարձան ավելի խորը, ավելի մտերմիկ։ Մարինան սկսեց ավելի շատ ժպտալ, հանգստանալ, թույլ տալ, որ Ռաֆֆին մի փոքր ավելի մոտենա։ Նա իր հերթին կիսվում էր իր կյանքի, աղջիկների, իր երազանքների վախերի մասին պատմություններով։ Բայց մի բան կար, որ Ռաֆֆին չէր պատմում։
Չէր բացահայտում, թե ով էր ինքն իրականում, որն էր իր իրական ֆինանսական դրությունը, այն կայսրությունը, որը կառուցել էր։ Նա այդ մասը գաղտնի էր պահում, վախենալով, որ դա ամեն ինչ կփոխի, վախենալով, որ Մարինան իրեն այլ կերպ կտեսնի, վախենալով մերժվելուց ոչ թե նրա համար, թե ով էր ինքը, այլ նրա համար, թե ինչ ուներ։ Եվ հետո, հունվարի մի սովորական կեսօր, ճշմարտությունը բացահայտվեց ամենավատ ձով։ Առանձնապես մարդաշատ շաբաթ օր էր արագ սննդի կետում։ Մարինան սպասարկում էր սեղաններ, որովհետև մի մատուցողուհի բացակայում էր, Ռաֆին նստած էր երեխաների հետ, սպասելով ուտեստին։ Արագ սննդի կետի հեռուստացույցը միացված էր կեսօրվա լուրերի վրա, բայց ոչ ոք առանձնապես ուշադրություն չէր դարձնում։ Մինչ որ հաղորդավարի ձայնը հայտարարեց հատուկ ռեպորտաժ։ Այժմ խոսենք Երանի ամենաազդեցիկ գործարարներից մեկի մասին մատչելի բնակարանաշինության ոլորտում։ Ռաֆի Հովհաննիսյան Շինի գործադիր տնօրենը, հենց նոր հայտարարեց նոր նախագծի մասին, որը կօգնի ավելի քան 5000 ընտանիքի։ Մարինան հենց այդ պահին անցնում էր հեռուստացույցի դիմացով, երբ լսեց անունը։ Կանգ առավ։ Շրջվեց դեպի էկրանը։ Եվ այնտեղ, բարձր որակով, Ռաֆիի դեմքն էր։ Ոչ թե նման դեմք։ Հենց ինքն էր։ Ճիշտ ինքը։ Ռեպորտաժը շարունակվում էր, ցույց տալով հսկայական շենքերի պատկերներ, աստղաբաշխական շահույթների գրաֆիկներ, հարցազրույցներ, որտեղ Ռաֆին խոսում էր սոցիալական պատասխանատվության ներառականության մասին։ Հաղորդավարը նշեց թվեր, որոնք պտտում էին Մարինայի գլուխը։ Միլիարդատեր բառը արձագանքեց նրա ականջներում։ Ռաֆի Հովհաննիսյանը միլիարդատեր էր։ Մարինան զգաց, որ հատակը անհետանում է ոտքերի տակից։ Սկուտեղը, որը նա բռնել էր, սահեց ձեռքերից, բայց այս անգամ նա հազիվ լսեց սպասքի կոտրվելու ձայնը։ Աչքերը հառված էին հեռուստացույցին, փորձելով մարսել, փորձելով հասկանալ։ Այն տղամարդը, որը գալիս էր արագ սննդի կետ ամեն շաբաթ, որը զրուցում էր իր հետ, կարծես հավասար լիներ, որը ծածնում էր, թե պարզապես սովորական հայր է, միլիարդատեր էր։ Ստել էր։ Թաքցրել էր։ Ձացրել էր։ Դավաճանության զգացումը ֆիզիկական էր, կարծես դանակ մտներ կրծքավանդակը։ Մարինան դանդաղ շրջվեց դեպի այն սեղանը, որտեղ Ռաֆին նստած էր երեխաների հետ։ Նա նույնպես տեսել էր ռեպորտաժը։ Գունատ էր, աչքերը լայն բացված խուճապից։ Արագ վեր կացավ, մի քայլ արեց դեպի նա։ Մարինա, ես կարող եմ բացատրել։ Բայց Մարինան արդեն հետ էր քաշվում։ Արցունքները սկսեցին թափվել, այրելով դեմքը։ Դուք ստեցիք, ասաց նա կոտրված ձայնով։ Ամբողջ ընթացքում։ Դուք ինձ ստեցիք։ Ես չեմ ստել։ Ես պարզապես ամեն ինչ չեմ պատմել։ Խնդրում եմ, թույլ տուր բացատրեմ։ Չեք պատմել։ Մարինան ծիծաղեց, մի դառը ցավոտ ձայն։ Դուք միլիարդատեր եք։ Միլիարդատեր։ Իսկ ես ինչ եմ։ Ձեր բարեգործական նախագիծը։ Ամսվա ձեր բարի գործը։ Այն խեղճը, որին որոշել եք օգնել, ձեզ ավելի լավ զգալու համար։ Դա այդպես չէ։ Երբեք այդպես չի եղել։ Ուրեմն, ինչ է։ Ինչու ինձ չասացիք։ Ինչու զացրիք, թե պարզապես նորմալ հայր եք։ Որովհետև ես ուզում էի, որ դու ինձ տեսնեիր որպես մարդ, ոչ թե որպես փող։ Ուզում էի, որ դու ինձ վստահեիր, ոչ թե նրան, ինչ ես ունեմ։ Վստահել։ Մարինան գոռաց, ամբողջ արագ սննդի կետը լռեց, բոլորը նայում էին։ Ինչպես կարող եմ վստահել մեկին, ով թաքցրել է այդքան կարևոր բան։ Դուք թույլ տվեցիք, որ ես բացեմ իմ սիրտը, թույլ տվեցիք, որ խոսեմ իմ կյանքի, իմ դժվարությունների մասին, մինչդեռ դուք իշխանություն ունեիք ամեն ինչ լուծելու, ոչինչ չասացիք։ Սա դաժանություն է։ Սա մանիպուլյացիա է։ Երեխաներն այժմ լալիս էին։ Լուկասը չէր հասկանում, թե ինչ է կատարվում, բայց գիտեր, որ ինչ-որ սարսափելի բան սխալ է։ Սոֆին Բելլան գրկում էին իրար, վախեցած ճիչերից։ Մարինան նայեց որդուն, տեսավ արցունքները նրա դեմքին, զգաց, որ սիրտը էլ ավելի է փշրվում։ Բայց չէր կարող մնալ։ Չէր կարող շարունակել այնտեղ։ Ուժգին բռնեց Լուկասի ձեռքից։ Մենք գնում ենք, ասաց նա։ Հիմա։ Մարինա, խնդրում եմ, աղաչեց Ռաֆին, փորձելով հետել։ Եկ զրուցենք։ Եկ լուծենք սա։ Լուծելու ոչինչ չկա։
Հեռու մնա ինձանից։ Հեռու մնա իմ որդուց։ Մեզ քո խղճահարությունը պետք չէ։ Մեզ ոչինչ պետք չէ, որ գալիս է քեզանից։ Նա դուրս եկավ արագ սննդի կետից, քարշ տալով Լուկասին, որը լալիս գոռում էր, որ ուզում է մնալ աղջիկների հետ։ Մարինան հետ չնայեց։ Չէր կարող։ Եթե նայեր, ամբողջությամբ կփլուզվեր։ Այսպիսով, նա շարունակեց քայլել, արցունքները կուրացնում էին տեսողությունը, կուրծքը ցավում էր, կարծես ճզմվում էր։ Ռաֆֆին քարացած մնաց արագ սննդի կետի դռան մոտ, տեսնելով, թե ինչպես է նա անհետանում փողոցի ամբոխի մեջ։ Դուստրերը լալիս էին նրա կողքին, բռնելով նրա հագուստից։ Հայրիկ, ինչ պատահեց։ Ինչու է Մարինա մորաքույրը բարկացած։ Հարցրեց Սոֆին հեկեկոցների միջից։ Ինչու Լուկասը գնաց։ Ավելացրեց Բելլան։ Ռաֆֆին պատասխան չուներ։ Նա կրացավ գրկեց երկուսին, նույնպես արցունքներն աչքերին։ Ես ամեն ինչ փչացրի, միայն դա կարողացավ ասել։ Ես ամեն ինչ փչացրի։ Գլուխ 4 Հայտնությունից հետո եկած օրերը ամենամռայլն էին, որ Մարինան ապրել էր երկար ժամանակ։ Նա խնդրեց փոխել հերթափոխը արագ սննդի կետում, անցնելով առավոտյան աշխատանքի խուսափելու համար Ռաֆֆին աղջիկներին շաբաթ օրերին հանդիպելու ցանկացած հնարավորությունից։ Պարոն Դավիթը տրտնջաց, բայց վերջում զիջեց, Մարինան սկսեց տնից դուրս գալ ավելի վաղ, երբ առը դեռ լրիվ չէր ծագել, վերադառնալով կեսօրին հյուծված դատարկ։ Լուկասը չէր հասկանում։ Ամեն օր հարցնում էր Սոֆիի Բելլայի մասին, թե երբ նորից կտեսնեն նրանց, ինչու այլս չեն կարող միասին խաղալ։ Մարինան փորձում էր բացատրել, բայց ինչպես բացատրել դավաճանությունը 6 տարեկան երեխային։ Ինչպես ասել, որ այն մարդիկ, որոնք այդքան լավ էին թվում, որոնք նրան այդքան քնքշորեն էին վերաբերվում, անհասանելի աշխարհի, մշակված ստիմի մասն էին։ Այսպիսով, նա պարզապես ասում էր, որ բարդ է, որ ժամանակի կարիք ունեն, որ գուցե մի օր նորից կհանդիպեն։ Բայց տեսնում էր, թե ինչպես է լույսը մարում որդու աչքերում յուրաքանչյուր խուսափողական պատասխանից, տեսնում էր, թե ինչպես է տխրությունը հաստատվում այն դեմքին, որը միշտ այդքան ժպտերես էր եղել։ Գիշերը, երբ Լուկասը վերջապես քնում էր, Մարինան թույլ էր տալիս իրեն լաց լինել։ Լալիս էր կոտրված վստահության, խաբված լինելու նվաստացման, այդքան երկար ժամանակ անց ինչ-որ մեկի առջ բացվելու ցավի համար, միայն թե պարզվեր, որ ամեն ինչ հիմնված էր ստի վրա։ Բայց լալիս էր հիմնականում այն պատճառով, որ կարոտում էր։ Կարոտում էր Ռաֆֆիին, նրա զրույցներին, նրա քնքուշ հայացքին, նրան, թե ինչպես էր նա ստիպում իրեն զգալ տեսանելի, կարոր, արժանապատիվ։ Եվ դա նրան էլ ավելի էր զայրացնում իր վրա։ Ինչպես կարող էր կարոտել մեկին, ով այդքան շատ էր ստել։ Ինչպես կարող էր սիրտը այդպես դավաճանել մտքին։ Ռաֆֆին նույնպես տառապում էր։ Այդ շաբաթ նա տուն վերադարձավ կործանված, գրկելով դուստրերին, որոնք չէին դադարում լաց լինել հարցեր տալ, որոնց նա չգիտեր պատասխանել։ Գիշերն անցկացրեց արթուն, նայելով սենյակի առաստաղին, վերանայելով յուրաքանչյուր զրույց, յուրաքանչյուր պահ, փորձելով հասկանալ, թե որտեղ էր սխալվել։ Պետք է ճշմարտությունը պատմեր սկզբից։ Պետք է վստահեր Մարինային, նրան հնարավորություն տար որոշելու, թե արդյոք ուզում է շարունակել ճանաչել իրեն, իմանալով, թե ով էր ինքն իրականում։ Բայց վախենում էր։ Վախենում էր, որ իրեն կտեսնեն միայն որպես փող, որպես խնդիրների լուծում, որպես միլիարդատեր, այլ ոչ թե մարդ։ Եվ հիմա, ճշմարտությունը թաքցնելու պատճառով, կորցրել էր հենց այն, ինչ փորձում էր պաշտպանել։ Նա փորձեց զանգահարել Մարինային։ 10, 20, 30 անգամ։ Նա արգելափակեց համարը։ Հաղորդագրություններ ուղարկեց։ Նա չպատասխանեց։ Գնաց արագ սննդի կետ, բայց Մարինան խնդրեց մեկ այլ աշխատակցուհու ասել, որ չի ուզում խոսել իր հետ։ Ռաֆֆին հարգեց։ Չէր ուզում ստիպել, չէր ուզում ճնշել, չէր ուզում ավելի անտեղի միջամտել, քան արդեն եղել էր։ Այսպիսով նա հետ քաշվեց, տարածք տալով, ժամանակ տալով, հուսալով, որ մի օր նա կհամաձայնի լսել իր տարբերակը, հասկանալ իր դրդապատճառները, գուցե նույնիսկ ներել իրեն։ Սոֆին Բելլան խորապես զգացին Լուկասի բացակայությունը։ Ամեն օր հարցնում էին ընկերոջ մասին, ուզում էին գնալ նրա տուն, չէին հասկանում, թե ինչու այլս չեն կարող տեսնել նրան։ Ռաֆֆին փորձում էր բացատրել, բայց ինչպես բացատրել մեծահասակների հարաբերությունների բարդությունը 6 տարեկան երեխաներին։ Այսպիսով, նա պարզապես ասում էր, որ Լուկասի մայրը նեղացած է, որ նրանք պետք է ժամանակ տան նրան։
Աղջիկները տխրում էին, նամակներ էին նկարում Լուկասի համար, որոնք երբեք չէին հասցվում, խաղալիքներ էին պահում, որոնք ուզում էին տալ նրան։ Տունը դարձավ ավելի լուռ, ավելի ծանր, կարծես մի կարևոր մաս պոկվել էր։ 3 շաբաթ անցավ։ 3 շաբաթ լուռ տառապանք երկու կողմից, կյանքեր, որոնք շարունակվում էին, բայց դատարկ էին թվում, կոտրված սրտեր, որոնք համառորեն չէին բուժվում։ Մարինան աշխատում էր մեխանիկորեն, վերադառնում տուն, խնամում Լուկասին ու շպարկում վաղ արթնանում։ Ուրախություն չկար, միայն գոյատում։ Փոքրիկ բնակարանը էլ ավելի փոքր էր թվում, ավելի խեղդող, ավելի տխուր։ Լուկասը լալիս էր գիշերը, գրկած հրշեջ մեքենան, ասելով, որ կարոտում է աղջիկներին։ Եվ Մարինան չուներ նրան մխիթարելու միջոց, որովհետև ինքն էլ մխիթարության կարիք ուներ։ Փետրվարի մի կիրակի օր, տաք արոտ օր, որը դաժանորեն հակադրվում էր այն խավարին, որ Մարինան զգում էր ներսում, նա որոշեց Լուկասին տանել զբոսայգի։ Ոչ թե հաղթանակի զբոսայգի, որտեղ գնացել էին Ռաֆֆի աղջիկների հետ։ Մի ուրիշ, ավելի փոքր զբոսայգի նոր Նորքում, իրենց տան մոտ։ Նա մտածեց, որ գուցե մի փոքր մաքուր օդ բաց տարածք կօգնեն որդուն շեղվել, նորից ժպտալ, նույնիսկ եթե միայն մի քանի ժամով։ Զբոսայգին լի էր։ Ընտանիքներ, սփռված մարգագետիններին, երեխաներ վազվզում էին, ծնողներ ջոջանակներ էին հրում, շներ հաչում էին։ Մարինան մի նստարան գտավ ծառի ստվերում նստեց, դիտելով, թե ինչպես է Լուկասը դանդաղ քայլում դեպի խաղահրապարակը։ Նա չէր վազում, ինչպես առաջ, չէր ճչում ուրախությունից, պարզապես քայլում էր կախված ուսերով, հրշեջ մեքենան թույլ կախված մի ձեռքից։ Հենց այդ պահին Մարինան լսեց ճիչերը։ Սոֆի Բելլա, անսխալական ձայներ, լի հուզմունքով։ Արագ գլուխը շրջելով նա տեսավ երկու աղջիկներին, որոնք վազում էին զբոսայգով, մատնացույց անելով Լուկասի ուղղությամբ։ Եվ նրանց հետից, փորձելով հասնել, Ռաֆֆին էր։ Մարինայի սիրտը սկսեց արագ բաբախել։ Ուզում էր վեր կենալ, ուզում էր վերցնել Լուկասին հեռանալ այնտեղից, նախքան կհանդիպեին։ Բայց ուշ էր։ Աղջիկներն արդեն հասել էին տղային։ Նրանք նետվեցին նրա վրա ամուր գրկախառնությամբ, այնքան ուժեղ, որ երեքով ընկան գետնին, ձեռքերի, ոտքերի ծիծաղի մի գնդակի մեջ։ Լուկասը միաժամանակ լալիս ծիծաղում էր, սեղմելով ընկերուհիներին, կարծես երբեք այլս բաց չէր թողնի նրանց։ Այնքան էի կարոտել, հեկեկում էր նա։ Այնքան կարոտել։ Մենք էլ, ասում էր Սոֆին, համբուրելով նրա դեմքը։ Ինչո՞ւ անհետացար։ Ինչու այլս չեկար մեզ տեսնելու։ Մայրս ասաց, որ չի կարելի, բացատրեց Լուկասը արցունքների միջից։ Բայց հիմա դու այստեղ ես։ Հիմա կարող ենք նորից խաղալ։ Մարինան դիտում էր տեսարանը հեռվից, զգալով, որ կուրծքը այնքան է սեղմվում, որ հազիվ կարողանում էր շնչել։ Հետո Ռաֆֆին մոտեցավ նրան, դանդաղ, կարծես վախենում էր, որ նա կփախչի։ Նա կանգնեց մի քանի մետր հեռավորության վրա, ձեռքերը գրպաններում, դեմքը նշանավորված մի տխրությամբ, որը նա ճանաչեց, որովհետև նույնն էր, ինչ իրենը։ Բար, ասաց նա կամացուկ։ Բար, պատասխանեց Մարինան, ձայնը խռպոտ դուրս եկավ։ Պլանավորված չէր։ Երդվում եմ։ Մենք պարզապես եկել էինք կեսօրն անցկացնելու զբոսայգում։ Չգիտեի, որ դուք այստեղ կլինեիք։ Գիտեմ, ասաց Մարինան, դա ճիշտ էր։ Նա կարող էր տեսնել նրա աչքերի անկեղծ զարմանքի մեջ, որ հանդիպումը պատահական էր եղել։ Նրանք երկար վայրկյաններ լուռ մնացին, դիտելով, թե ինչպես են երեխաները խաղում մի ուրախությամբ, որը չէին զգացել շաբաթներ շարունակ։ Մարինան էր, որ առաջինը խոսեց, զարմացնելով ինքն իրեն։ Ես, սկսեց նա, բայց ձայնը դողաց։ Խորը շունչ քաշեց, նորից փորձեց։ Ես շատ եմ ցավում։ Այն ձի համար, որով արձագանքեցի։ Այն բաների համար, որ ասացի։ Ռաֆֆին արագ գլուխը թափահարեց։ Ոչ։ Դուք բոլոր իրավունքներն ունեիք բարկանալու։ Ես էի, որ պետք է ճշմարտությունը պատմեի սկզբից։ Ինչու՞ չպատմեցիք։ Որովհետև վախենում էի խոստովանեց Ռաֆֆին, նրա ձայնում մի այնպիսի անկեղծություն կար, որը ստիպեց Մարինային առաջին անգամ նայել նրա աչքերին։ Վախենում էի, որ դուք ինձ կտեսնեք միայն որպես փող։ Վախենում էի, որ մեր բարեկամությունը, կամ ինչ էլ որ մենք կառուցում էինք, կաղտոտվի դրանով։ Վախենում էի, որ դուք կմտածեք, թե ես ուզում եմ գնել ձեր երախտագիտությունը, ձեր ուշադրությունը, չգիտեմ։ Ես պարզապես ուզում էի, որ ինձ տեսնեն որպես մարդ։ Որպես Ռաֆֆի, ոչ թե որպես միլիարդատեր Ռաֆֆի Հովհաննիսյան։
Մարինան զգաց, որ ինչ-որ բան շարժվում է իր մեջ։ Նա կարող էր դա հասկանալ։ Կարող էր հասկանալ չտեսնվելու վախը, այն ցանկությունը, որ քեզ ընդունեն նրա համար, ինչ դու կաս, ոչ թե նրա համար, ինչ ունես։ Բայց դուք հասկանո՞մ եք, թե ինչու ես ինձ դավաճանված զգացի, հարցրեց նա։ Դուք հասկանո՞մ եք, որ դա մանիպուլյացիա թվաց։ Որ թվաց, թե դուք աղքատախաղ էիք խաղում, մինչդեռ ես իսկապես աղքատ եմ ձեզ պատմեցի ամեն ինչ իմ կյանքի մասին, մտածելով, որ դուք հասկանում եք, որ նույն մակարդակի վրա եք։ Ես հասկանում եմ, ասաց Ռաֆֆին խեղդված ձայնով։ Եվ ներեցեք։ Անկեղծորեն, սրտի խորքից, ներեցեք։ Երբեք չեմ ուզեցել ձեզ վիրավորել։ Երբեք չեմ ուզեցել ձեզ այդպես զգալ տալ։ Մարինան զգաց, որ արցունքները սկսում են թափվել։ Ես այնքան էի վախենում, չշնջաց նա։ Վախենում էի նորից վստահելուց։ Վախենում էի բացվելուց։ Վախենում էի կախված լինելուց։ Եվ երբ ես վերջապես թույլ տվեցի ձեզ մտնել, երբ թույլ տվեցի Լուկասին կապվել ձեր դուստրերի հետ, երբ թույլ տվեցի սրտիս սկսել զգալ բաներ, որոնք տարիներ շարունակ չէի զգացել, դուք, նա գլուխը թափահարեց, անկարող շարունակելու։ Գիտեմ։ Եվ դա ամենավատ բանն էր, որ կարող էի անել։ Բայց Մարինա, խնդրում եմ հավատա ինձ, երբ ասում եմ, որ իմ զգացմունքներն իրական են։ Այն քնքշությունը, որ ես ունեմ քո Լուկասի նկատմամբ, իրական է։ Զրույցները, պահերը, ամեն ինչ իրական էր։ Փողը դա չի փոխում։ Չի փոխում այն, ինչ ես զգում եմ։ Մարինան նայեց նրան, իսկապես նայեց, տեսնելով արտաքինից, դավաճանությունից այն կողմ, տեսնելով այն տղամարդուն, որին ճանաչել էր վերջին ամիսներին։ Այն քնքուշ տղամարդուն, որը Լուկասին վերաբերվում էր որպես որդու, որը նրան ուշադրությամբ լսում էր, որը ծիծաղում էր նրա վատ կատակներից, որը ստիպում էր նրան կարոր զգալ։ Նա ճշմարտությունն էր ասում։ Նա դա տեսնում էր նրա աչքերում, այն ձում, որով նրա ամբողջ մարմինը լարված էր հույսից վախից։ Ես էլ եմ ձեզ կարոտում, խոստովանեց Մարինան վերջապես։ Ձեզ աղջիկներին։ Մենք երկուսս էլ։ Լուկասը ամեն օր լալիս է, ուզենալով տեսնել ընկերուհիներին։ Իսկ ես ավելի կորած էի, քան ձեզ ճանաչելուց առաջ, որովհետև հիմա գիտեմ, թե ինչ է ինչ-որ մեկին ունենալը, դա կորցնելը, նա կանգ առավ, խորը շունչ քաշելով։ Սարսափելի էր։ Ուրեմն ինձ մի հնարավորություն տուր։ Մեզ մի հնարավորություն տուր։ Եկ նորից սկսենք, լիակատար անկեղծությամբ, առանց գաղտնիքների, առանց ստի։ Ես խոստանում եմ այսուհետ լինել լիովին թափանցիկ։ Խոստանում եմ այլս ոչինչ չթաքցնել։ Պարզապես, խնդրում եմ, մի հրաժարվիր մեզանից։ Մի հրաժարվիր նրանից, ինչ մենք կարող ենք միասին կառուցել։ Մարինան նայեց երեխաներին, որոնք խաղում էին, կարծես երբեք չէին բաժանվել, կարծես վերջին շաբաթները գոյություն չէին ունեցել։ Նա տեսնում էր երջանկությունը Լուկասի դեմքին, այն լույսը, որը վերադարձել էր նրա աչքերին։ Եվ մտածեց, թե կյանքում քանի անգամ էր նա ստիպված եղել ընտրել հպարտության երջանկության, պաշտպանության հնարավորության միջ։ Միշտ ընտրել էր պաշտպանությունը, միշտ պատեր էր կառուցել, միշտ փախել էր, նախքան կլքվեր։ Բայց ուր էր դա նրան հասցրել։ Մենակության, դառնության, մի կյանքի առանց գույնի, առանց ուրախության, առանց սիրո։ Գուցե ժամանակն էր այլ կերպ ընտրել։ Գուցե ժամանակն էր ռիսկի դիմել, նույնիսկ եթե ցավոտ լիներ, նույնիսկ եթե վախեցնող լիներ, նույնիսկ եթե կարող էր սխալ ստացվել։ Լավ, ասաց նա, տեսավ, թե ինչպես Ռաֆֆիի աչքերը լուսավորվեցին հույսով։ Բայց պայմաններով։ Լիակատար անկեղծություն։ Առանց գաղտնիքների։ Եվ դանդաղ։ Ինձ ժամանակ է պետք նորից վստահելու համար։ Որքան ժամանակ որ քեզ պետք լինի, խոստացավ Ռաֆֆին։ Ես ոչ մի տեղ չեմ գնալու։ Եվ չեմ ուզում, որ դու փորձես իմ խնդիրները լուծել փողով։ Չեմ ուզում լինել քո նախագիծը։ Եթե մենք պատրաստվում ենք սա փորձել, ինչ էլ որ սա լինի, ուզում եմ, որ դա լինի հավասարը հավասարի հետ։ Գուցե ֆինանսապես հավասար չլինի, բայց էմոցիոնալ առումով, որպես մարդիկ, որպես նա վարանեց, որպես այն, ինչ մենք դառնում ենք։ Որպես ընկերներ, որոնք կարող են դառնալ ավելին, առաջարկեց Ռաֆֆին ամաչկոտ ժպիտով։ Եթե դու ուզենաս։ Երբ դու ուզենաս։ Քո ժամանակին։ Մարինան զգաց, որ ինչ-որ բան թուլանում է իր մեջ, կարծես մի պարան, որը սեղմում էր կուրծքը, վերջապես կտրվեց։ Նա ժպտաց շաբաթներ անց առաջին անգամ։
Իմ ժամանակին, համաձայնեց նա։ Ռաֆֆին ձեռքը մեկնեց։ Նորից սկսենք։ Մարինան նայեց մեկնած ձեռքին, նրա անկեղծությամբ հույսով լի աչքերին, հետո իր ձեռքը դրեց նրա ձեռքի վրա։ Նորից սկսենք, կրկնեց նա։ Եվ հետո նա քաշեց նրան գրկի մեջ։ Սկզբում դա վարանոտ էր, նրան հնարավորություն տալով հետ քաշվելու, եթե ուզենար։ Բայց Մարինան հետ չքաշվեց։ Ընդհակառակը, նա գրկեց նրան հետ, ամուր սեղմելով, թույլ տալով իրեն երկար ժամանակ անց առաջին անգամ զգալ մեկի գրկում լինելու հարմարավետությունը, ով հոգ է տանում։ Նա լաց եղավ նրա ուսին, հեկեկոցներ, որոնք գալիս էին խորը տեղից, ազատելով շաբաթների ցավը, մենակությունը, վախը։ Ռաֆֆին պահում էր նրան, շոյում էր մազերը, շշնջում, որ ամեն ինչ լավ է, որ նրանք լավ կլինեն, որ այլս երբեք նրան չի թողնի։ Երեխաները վազեցին նրանց մոտ, գրկելով երկու մեծահասակներին փոքրիկ ձեռքերի բարձր ծիծաղի քաոսային խառնաշփոթի մեջ։ Հիմա մենք նորից ընտանիք ենք, ասաց Բելլան երեխաների իմաստուն պարզությամբ։ Եվ Մարինան, նայելով գրկախառնված երեք երեխաներին, Ռաֆֆիին իր կողքին, առաջին անգամ զգաց, որ գուցե, պարզապես գուցե, այդ երեխան ճիշտ էր։ Հաջորդ ամիսները վերակառուցման ամիսներ էին, բայց այս անգամ ազնվության հարգանքի ամուր հիմքերի վրա։ Ռաֆֆին պաշտոնապես ներկայացրեց Մարինային իր աշխարհին, բացատրելով իր ընկերությունը, իր աշխատանքը, իր ունեցվածքը, բայց միշտ հստակեցնելով, որ դա չի սահմանում, թե ով էր ինքը։ Նա տարավ նրան գրասենյակ, ներկայացրեց թիմին, ցույց տվեց մատչելի բնակարանաշինության նախագծերը, որոնք կառուցում էր։ Մարինան տպավորված էր ոչ միայն բիզնեսի մասշտաբով, այլ այն անկեղծ կրքով, որ Ռաֆֆին ուներ աշխատանքի նկատմամբ, մարդկանց կյանքում իրական փոփոխություն բերելու իրական ցանկությամբ։ Եվ հետո եկավ այն առաջարկը, որը կփոխեր ամեն ինչ։ Ռաֆֆին Մարինային աշխատանք առաջարկեց իր ընկերությունում, մարդկային ռեսուրսների բաժնում։ Նա երկար վարանեց։ Չէր ուզում թվալ, թե բարեգործություն է ընդունում, չէր ուզում, որ մարդիկ մտածեն, թե նա իր հետ է փողի համար։ Բայց Ռաֆֆին պնդեց, որ նա որակավորված է, որ նա ունի էմպաթիա հասկացողություն, որը պակասում է շատ ղեկավարների, որ նա կարող է իրական փոփոխություն բերել այն ձում, որով ընկերությունը վերաբերվում է իր աշխատակիցներին։ Քաջությամբ Մարինան համաձայնեց։ Նա դիմում գրեց արագ սննդի կետից, դիմակայելով պարոն Դավիթի զայրույթին, զգալով մի ազատություն, որը չէր զգացել տարիներ շարունակ։ Նա սկսեց աշխատել Հովհաննիսյան շին, ում մարտի մի անձրոտ երկուշաբթի օր, վախի սպասման խառնուրդով։ Միջավայրը լիովին տարբեր էր։ Հարգանք կար, արժանապատվություն կար, աճի հնարավորություններ կային։ Մարինան սկսեց սովորել, գիշերները առցանց դասընթացների հաճախելով, սովորելով կառավարման, առաջնորդության, հաղորդակցության մասին։ Նա բացահայտեց, որ ունակ է, որ խելացի է, որ շատ բան ունի առաջարկելու։ Արժանապատիվ աշխատավարձը գրեթե մեկ գիշերվա մեջ փոխեց նրա կյանքը։ Նա կարողացավ վճարել բոլոր ուշացած պարտքերը։ Կարողացավ ավելի լավ բնակարան վարձել 2 սենյակով, պատշաճ շենքում, անվտանգությամբ վերելակով։ Կարողացավ նոր հագուստ գնել Լուկասի համար, նրան գրանցել լավ մասնավոր դպրոցում, նրան տալ այն հնարավորությունները, որոնք միշտ երազել էր տալ։ Նա տեսավ, թե ինչպես է որդին ծաղկում, նոր ընկերներ ձեռք բերում, տաղանդներ բացահայտում, ավելի բարձր երազում։ Եվ նրա Ռաֆֆիի հարաբերությունները նույնպես աճեցին, դանդաղ, բայց անընդհատ, ինչպես Ռաֆֆին խոստացել էր։ Պատահական ընթրիքներ, որոնք ավանդույթ դարձան, զբոսանքներ զբոսայգում ամեն հանգստյան օր, երկար զրույցներ ամեն ինչի ոչնչի մասին։ Երեխաներն անբաժան էին, ամբողջ հանգստյան օրերն անցկացնում էին միասին, մշակված խաղեր էին հորինում, կապեր էին ստեղծում, որոնք գերազանցում էին բարեկամությունը։ Նրանք սրտի եղբայրներ ու քույրեր էին, ինչպես Բելլան սովորաբար ասում էր։ Մարինան սովորեց նորից վստահել։ Դա հեշտ չէր, արագ չէր, բայց տեղի ունեցավ։ Աղյուս առ աղյուս, նա քանդեց այն պատերը, որոնք կառուցել էր սրտի շուրջ, թույլ տալով, որ Ռաֆֆին իսկապես մտնի։ Եվ նա այդ վստահությանը վերաբերվեց որպես ամենաթանկ նվերի, երբեք չդավաճանելով, երբեք չստելով, միշտ ներկա, միշտ հաստատուն։ Զբոսայգում վերամիավորումից 6 ամիս անց, օգոստոսի մի արոտ կեսօր, 3 երեխաները խաղում էին Ռաֆֆիի նոր տան այգում, որտեղ նա տեղափոխվել էր, ավելի շատ տարածք ունենալու համար, Մարինային Լուկասին ընդունելու համար։ Դա գեղեցիկ, բայց ոչ ցուցադրական տուն էր, հանգիստ թաղամասում, մեծ բակով, որտեղ երեխաները կարող էին վազել խաղալ։ Մարինան Ռաֆֆին նստած էին պատշգամբին, դիտելով երեխաներին այն լուռ գոհունակությամբ, որն ունի նա, ով հենց այնտեղ է, որտեղ պետք է լինի։
Հենց այդ պահին Լուկասը մոտեցավ, հրշեջ մեքենան դեռ ձեռքին նույնիսկ այդքան ժամանակ անց, տվեց այն հարցը, որը կփոխեր ամեն ինչ։ Մորաքույր, քեռի, սկսեց նա, լրջորեն նայելով երկուսին։ Մենք հիմա ընտանիք ենք։ Մարինան նայեց Ռաֆֆիին, տեսավ սերը նրա աչքերում, նույն չասված հարցը։ Նա բռնեց նրա ձեռքը, միահյուսելով մատները, սպասեց, որ նա առաջինը պատասխանի։ Մարինան ժպտաց, աչքերը լցված երջանիկ արցունքներով։ Եթե դուք ուզում եք, ասաց նա, նայելով երեք երեխաներին, Ռաֆֆիին, այն կատարյալ պահին, որը ամիսներ առաջ անհնարին էր թվում։ Եթե դուք ուզում եք, մենք արդեն ենք։ Երեխաները ճչացին ուրախությունից, ցատկեցին, գրկախառնվեցին, տոնեցին, կարծես աշխարհի լավագույն նվերը ստացած լինեին։ Եվ ինչ-որ առումով, ստացել էին։ Նրանք բոլորը ստացել էին։ Ստացել էին պատկանելություն։ Ստացել էին սեր։ Ստացել էին ընտանիք։ Սոֆին վազեց Ռաֆֆիի մոտ, ամուր գրկեց նրան։ Ես միշտ ուզել եմ եղբայր ունենալ, ասաց նա։ Եվ հիմա ես ունեմ Լուկասին։ Իսկ ես միշտ ուզել եմ քույրեր ունենալ, ավելացրեց Լուկասը, գրկելով նա Բելլային։ Եվ հիմա ես երկուսն ունեմ։ Ռաֆֆին Մարինային ավելի մոտ քաշեց, քնքշորեն համբուրելով նրա ճակատը։ Շնորհակալ եմ, շշնջաց նա։ Ինձ հնարավորություն տալու համար։ Ինձ վստահելու համար։ Մեզ հետ սա կառուցելու համար։ Մարինան գլուխը հենեց նրա ուսին։ Շնորհակալ եմ քեզ, պատասխանեց նա։ Ինձ ցույց տալու համար, որ աշխարհում դեռ բարություն կա։ Որ դեռ արժե ռիսկի դիմել։ Որ սեր գոյություն ունի, նույնիսկ երբ մենք մտածում ենք, որ արժանի չենք։ Դու միշտ արժանի ես եղել, ասաց Ռաֆֆին հաստատակամորեն։ Միշտ։ Նրանք կանգնած էին այնտեղ, գրկախառնված, դիտելով, թե ինչպես են երեխաները խաղում կեսօրվա արով լուսավորված այգում։ Կյանքը այնքան շատ շրջադարձեր էր կատարել, այնքան դաժան, այնքան անարդար, այնքան դաժան էր եղել։ Բայց նա առատաձեռն էր եղել, երբ ամենաքիչն էին սպասում, ճիշտ մարդկանց էր բերել ճիշտ պահին, երկրորդ հնարավորություններ էր առաջարկել, երբ թվում էր, թե այլս հույս չկա։ Մարինան մտածեց այն ամենի մասին, ինչ ապրել էր, բոլոր ցավերի, բոլոր պայքարների, բոլոր այն պահերի մասին, երբ ուզում էր հանձնվել, բայց շարունակում էր Լուկասի համար։ Եվ հիմա, շուրջը նայելով, տեսնելով որդու ուրախությունը, զգալով Ռաֆֆիի սերը, վերջապես պատկանելով մի բանի, որն ավելին էր, քան պարզապես գոյատումը, նա գիտեր, որ արժեր։ Յուրաքանչյուր արցունքը, յուրաքանչյուր զոհաբերությունը, յուրաքանչյուր դժվար օր արժեր այնտեղ հասնելու համար։ Ամիսները վերածվեցին տարիների։ Մարինան պրոֆեսիոնալ առումով աճեց, դառնալով ընկերության մարդկային ռեսուրսների մենեջեր։ Նրա պատմությունը ոգեշնչում էր մյուս աշխատակիցներին, ցույց տալիս, որ հնարավոր է կյանքը փոխել, որ հնարավորություններ գոյություն ունեն նրանց համար, ովքեր պայքարում են։ Լուկասը մեծացավ ուժեղ երջանիկ, մի փայլուն տղա, որը երազում էր դառնալ ճարտարապետ, գեղեցիկ տներ կառուցելու կարիքավոր ընտանիքների համար, ինչպես Ռաֆֆին էր անում։ Սոֆին Բելլան դարձան անհավանական երիտասարդ կանայք, լի էմպաթիայով, արդարության զգացումով, ձավորված իրենց արտոնություններից այն կողմ տեսնելու, հասկանալու փորձով, որ բարությունը փոխում է կյանքեր։ Եվ Ռաֆֆին Մարինան 2 տարվա ամուր հարաբերություններից հետո ամուսնացան պարզ, բայց հուզիչ արարողությամբ, միայն մտերիմ ընտանիքի սիրելի ընկերների հետ։ Երեխաները ծաղկետղա աղջիկ էին, միասին քայլում էին միջանցքով, խորհրդանշելով այն միությունը, որը շատ ավելին էր, քան երկու մեծահասակները։ Դա երկու ընտանիքների միությունն էր, որոնք դարձել էին մեկ, երկու աշխարհների, որոնք հանդիպել էին որոշել միասին նոր բան կառուցել։ Ամուսնության գիշերը, երբ բոլորն արդեն գնացել էին, երեխաները հյուծված քնած էին այդքան տոնակատարությունից հետո, Մարինան Ռաֆֆին մենակ մնացին տան պատշգամբին, նայելով աստղերին, որոնք փայլում էին երանի երկնքում։ Հավատո՞ւմ ես, որ ամեն ինչ սկսվեց մի խաղալիք մեքենայից, ասաց Մարինան, ժպտալով հիշողությունից։ Ռաֆֆին նրան մոտ քաշեց, համբուրելով մազերը։ Դա մեքենան չէր, ուղղեց նա քնքշորեն։ Դա 2-6 տարեկան աղջիկների բարությունն էր, որոնք տեսան մի տխուր տղայի ուզեցին օգնել։ Դա քո ուժն էր, շարունակելու պայքարել, նույնիսկ երբ ամեն ինչ անհնարին էր թվում։ Դա պատահականությունն էր, որ մեզ դրեց նույն տեղում ճիշտ պահին։ Դա այս ամենը միասին էր։ Կարծում ես, մեզ վիճակված էր հանդիպել։ Կարծում եմ, կյանքը մարդկանց դնում է մեր ճանապարհին, երբ մենք պատրաստ ենք նրանց։ Եվ ես պատրաստ էի քեզ, Մարինա։ Պատրաստ էի նորից սիրելու, նորից ընտանիք կառուցելու, նորից երջանիկ լինելու։
Ես էլ, շշնջաց Մարինան, աչքերը լի երջանիկ արցունքներով։ Ես էլ էի պատրաստ, պարզապես դեռ չգիտեի։ Նրանք համբուրվեցին աստղերի տակ, երկու վերապրածներ, որոնք ապաստան գտան իրար մեջ, երկու վիրավոր հոգիներ, որոնք միասին բուժվեցին, երկու մարդիկ, որոնք ապացուցեցին, որ սերը սոցիալական դաս չի տեսնում, որ բարությունը փոխակերպում է, որ երկրորդ հնարավորություններ գոյություն ունեն նրանց համար, ովքեր քաջություն ունեն դրանք ընդունելու։ Նրանց պատմությունը ապացույցն էր, որ հրաշքները տեղի են ունենում ոչ թե մեծ ժեստերով, այլ բարության փոքրիկ գործերով, որոնք բազմապատկվում փոխակերպում են ամբողջ կյանքեր։ Դա ապացույցն էր, որ ընտանիքը միայն արյուն չէ, այլ ընտրություն, սեր, մշտական ներկայություն։ Դա ապացույցն էր, որ արժե հավատալ, արժե վստահել, արժե սիրել, նույնիսկ երբ աշխարհը պնդում է հակառակը։ Եվ մինչ նրանք քնած էին այդ գիշեր, գրկախառնված, երեք երեխաները երազում էին մոտակա սենյակներում, մի նոր ընտանիք հանգստանում էր խաղաղությամբ, լիարժեք, երջանիկ, վերջապես տանը։